Վերևից երազանքները պարզ են, խնդիրները չնչին։ Այստեղից հստակ է, սահմանափակ հնարավորությունները մարզում են մեզ, ստիպում կոտրել պատնեշներն ու հույսդ քեզ վրա դնել։ Փոքր տներում մեծ երազանքներ են ծնվում։ Սա մեր հարստությունն է։ Մեր ամենաէքստրեմալ նկարահանումն է։ Մամաս իր արմատների մասին այնպես էր խոսում, իբրև աշխարհը սկսվում է Սյունյաց աշխարհից։ Ինձ ասացին, որ գյուղը գոյություն չունի, արդեն մարդ չի բնակվում, բայց ես միևնույնն է ուզում էի գալ, չեմ պատկերացնում հիմա ինչ է այնտեղ մնացել։ Բայց դու հենց այստեղ կուզես տուն ունենաս, թե մոտակայքում ինչ-որ միտեղ, որովհետև այստեղ գյուղը ամեն դեպքում ամայացած է։ Չէ, հենց այստեղ, Միակ բնակիչ չլինես գյուղի։ Եթե ես օրինակ փորձեմ ինչ-որ մի բան անել, կամ այստեղ, կարող է ինձնից հետո մեկն էլ ավելանա, Եթե մենք գտնենք հուշարձանը, ուրեմն պապիկիս տունը այստեղ միտեղ մոտիկ է։ Ամեն տարի էինք գալիս Սյունիք, բայց այստեղ ես տուն եմ տեսնում։ Աման։ Սառնա ջուրը բալես։ Մամ, կարող ենք ես գյուղը առնենք։ Չեմ հավատում։ Վիգեն Սարգսյան, իմ պապիկն է։ Այ, փշաքաղվեցի եւ շատ ուզում։ Մամայիս պապան, այո։ Պապիկը։ Այո։ Սպասում եք անհամբեր Հայաստան գալուն։ Որ ասում են առել ենք տիկետները, անհամբեր եմ։ Ես շատ եմ սիրում Սևանը։ Իսկ դու։ Կապան։ Դու մենակ մեծացած երեխա ես, բայց հաստացի դու ունես նաև եղբայր պապայի կողմից։ Երբևէ ձեր հարաբերությունները ձևավորվել են այնպես, որ դու զգաս, որ եղբայր ունես։ Ես իմ եղբորը սեր տվել եմ եւ չեմ կարող ստել եւ ասել, որ սեր չեմ ստացել։ Շրջագայում էինք բոլորս միասին։ Երբ ինքը հիվանդանում էր, հիվանդանոց օրինակ ամբողջ մամայիս ցեղը գնում էր, որպեսզի հանկարծ իմ եղբայրը միայնակ չզգա, այսինքն սերը եղել է երկկողմանի, բայց երևի ինչ-որ մի բան խառնվել է իրար։ Միայն ժառանգությունն էր խնդիրը, որ ձեր հարաբերությունները որոշակիորեն փոխվեցին։ Մեկ-մեկ նույնիսկ մտածում եմ, լավ, ես աղջիկ եմ, ես պապա եմ կորցնում, հետո մամա եմ կորցնում, ինձ պետք էր եղբայր, որին ես ունեի, բայց իրականում չկար։ Պապաս չկար, բայց մամաս արդեն պարզ էր բուժման թեմաները, հիվանդության հետ կապված։ Ինձ ասացին մի նախադասություն, որ ամենաշատ ինձ ցավացեց։ Ինձ ասացին, որ ինձ չի հետաքրքրում ոչ ման, դու ոնց ուզում ես, ինչ ուզում ես արա։ Այդ նախադասությունը իմ ականջների մեջ է միշտ մնացել։ Ինչպես են հարաբերությունները այդպես մեկ օրում գլխի վայր շրջվում։ Երևի ուղղակի մեզ խառնեցին։ Դրանից հետո որևէ խոսակցություն, հարաբերությունները պարզելու ինչ-որ փորձեր չեն եղել։ Վերջերս մի քանի անգամ։ Դու ամուսնությունից առաջ արդեն ուզում էիր գնել շոու բիզնեսից։ Դա երևի թե եղել է իմ կյանքի ամենալավ կետը։ Այդտեղ ամեն ինչ իրական է, ընտանիքը իրական է, սերը իրական է, մարդկանց հարաբերությունները իրական են։ Սուտ ժպիտներ արդեն չկան։ Սուս չեմ մնալու, չեմ ամաչելու, ասելու եմ, այո, ես կարծրատիպ փոխել եմ, ես նորություն բերել եմ։ Լինել կամուրջներով երգչուհի եւ այդքան գումար աշխատել բավականին զարմանալի էր։ Մոնք 3-ի հետ մենք Սյունյաց աշխարհում ենք, այս անգամ եկել ենք դեպի Էմիի արմատներ։ Կարծում եմ Էմիին այսպիսին հաստատ չեք ճանաչում ու բացահայտելու եք, թե որքան կպարծենա իր արմատներին։ Բարի գալուս։ Բարի գալուս։ Սա մեր հարստությունն է, ու եթե դու չլինեիր, ես այսօր չէի գա ու այսքան ավելի սենց խորը զգացմունքներ երևի թե չէի ունենա։ Մի հատ ասա ինչ ես որոշել այսօր։ Այսօր միասին առաջին անգամ երկար տարիներ անց պիտի գնամ այն գյուղը, որտեղ ապրել են
ղեկավարել են մամայիս պապերը։ Որոշումը տասա։ Այսօր ինչ ես որոշել։ Ես այստեղ պիտի տուն ունենամ։ Երազանքի մասն էլ խոսում, հիմա առաջանանք ու հասկանանք, թե ինչ կապ ունի Երևանում ծնված, մեծացած Էմին Սյունյաց աշխարհի հետ։ Մենք բոլորս գիտենք ձեր հայտնի բնակարանը Երևանի կենտրոնում, ու մեկ էլ պարզվում է քո արմատները, հիշողությունները այստեղի հետ են կապված։ Ամեն ինչ շատ ավելի վաղուց է սկսել, որովհետև նախ սկսեմ, որ մամաս էլ է Երևանում ծնվել, ծնողներս էլ են Երևանում ծնվել, բայց մենք պարտավոր էինք ամեն տարի ամռանը գոնե մի քանի օրով գալ Սյունյաց աշխարհ, որովհետև մամաս իր արմատների մասին այնպես էր խոսում, իբրև աշխարհը սկսվում է Սյունյաց աշխարհից։ Եվ հիմա եմ հասկանում, որ դա իմ մեջ այնքան է սերմանել ինքը այդ փաստը, որ ես հիմա ինձ այդպես եմ զգում, որ ես Սյունյաց աշխարհի ծնունդ եմ, բայց ես էլ մամաս էլ ծնվել ենք Երևանում։ Ինչ զգացողություններ ուներ, երբ եկանք այստեղ, որովհետև ամեն դեպքում դու տարիների դադարից հետո ես այստեղ։ Հենց հիմա օրինակ շատ հուզված եմ, որովհետև գիտեմ, որ վերջին անգամ երբ ես եղել եմ այստեղ 90-ական թվականներին շատ ցուրտ էր, մարախուղ էր, ամպերը իջած էին սարերի վրա եւ անձրևոտ էր։ Այդ օրը արդեն գյուղը մի քիչ ամայի էր եւ մի քիչ էլ վախենալու էր, որովհետեւ մութ, ես էլ փոքր երեխա չէի հասկանում։ Եվ երբ իմացա, որ մենք պիտի ընտրենք մի վայր, որը ինձ տանելու է մանկություն եւ ինձ ինչ-որ բան է այս կյանքում տալու, ես միանգամից ընտրեցի հենց այս վայրը։ Զանգեցի, սկսեցի հետաքրքրվել տարբեր մարդկանցից, Կապան, Քաջարան, տարբեր տեղեր, որտեղ մենք ունենք բարեկամներ եւ ընկերներ, ինձ ասացին, որ գյուղը գոյություն չունի, արդեն մարդ չի բնակվում, բայց ես միևնույնն է ուզում էի գալ եւ եթե դու ինձ չբերեիր այստեղ, ես երևի թե կասեի, լավ, գնանք մի հատ էլ Կապանում կֆրանք, կգնանք Քաջարանը նորից պապայիս արձանի մոտ կպտտվենք, սուրճ կխմենք, թեյ կխմենք, թե ինչ եւ կվերադառնանք այնքան որ իմ երեխաները նույնպես գան եւ տեսնեն։ Ինչն է հետաքրքիր, որ պապայիս կողմն էլ լոռեցի են եղել եւ մենք լոռիել ենք գնացել համերգների, բայց երբևիցե կապը չի եղել այդքան ուժեղ, որքան ես զգացել եմ Սյունյաց աշխարհի հետ։ Հիմա կասես անընդհատ ասում եմ Սյունյաց աշխարհ, յուրաքանչյուր մարդ, ով կապ ունի Սյունիքի հետ, Զանգեզուրի հետ, նրանք բոլորը Սյունիքը անվանում են Սյունյաց աշխարհ, որովհետև մի հատ նայեք այստեղ, նայեք, ինչ կա այստեղ, որ չէր կարող լինել ինչ որ մի շատ թանկ հարուստ երկրում։ Այս մարզը երևի թե ամենահարուստ մարզերից է, մոլիբդեն, պղինձ, սարեր, ծառեր, ամեն ինչ կա այստեղ։ Մամաս գիտես ինչ էր ասում, շատ ծիծաղալի։ Մամաս ասում էր, գիտեք, Նեֆերտիտին Քաջարանից է եղել, որովհետև նամակներ են գտել, իբրև Նեֆերտիտին նամակների մեջ գրել է իմ ղազանները ուղարկեք ինձ մոտ եւ ապացուցված է, մամայիս համար ապացուցված է, իբրև ղազաններ այդ ժամանակ եղել են միայն Սյունյաց աշխարհում։ Հիմա ոնց չհավատամ։ Եմ կարողանում եք բանավիճել մամայի հետ այս թեմաների շուրջ։ Նա միշտ հաղթում էր։ Նա միշտ հաղթում էր եւ բոլորին ստիպում էր սիրահարվել այս աշխարհին։ Հետաքրքիր է, քո արմատների մի կողմը գնում է լոռի, մյուսը գալիս է Սյունիք, բայց փաստորեն էս են տարբերակները, երբ մամայի արմատները շատ ավելի լավ փիառված են։ Չգիտեմ ինչն է պատճառը, իսկապես, որտեվ լոռին էլ է շատ գեղեցիկ։ Երբ Միացյալ Նահանգներից այս անգամ եկա, իմ մտերիմ ընկերները Վիկան Պարուհի եւ իր ամուսինը ասեցին գնում ենք լոռի, գալիս ես, ասեցի անպայման գալիս եմ։ Սամալյոտից իջել եմ, երկրորդ օրը հայտնվել եմ մի քանի օրով լոռիում։ Հրաշալի բնություն, գեղեցկություն, օդը մաքուր, բայց ինչու եմ հիմա ես այստեղ նկարվում այս հաղորդում, այլ ոչ այնտեղ չէ, որ նայել է արմատ։ Երևի թե իսկապես այս հողը մի քիչ ինչ որ
մագնիսական ուժ ունի, որովհետև միշտ սիրով ենք եկել։ Հիմա ես ունեմ մորքուրի աղջիկ, քեռու աղջիկ, քեռու տղա եւ ասացի, որ գնում ենք Սյունիք։ Նրանք միանգամից ոտքի կանգնեցին, մենք էլ ենք գալիս, բայց չէ որ հիմա եթե մտածես, օքեյ, ես ավելի մի քիչ մեծ եմ տարիքով, սկսում եմ ավելի հետ գնալ արմատներին, ծիծաղալու է հնչում, ինչքան էլ որ ծիծաղալու է հնչում, բայց դե պասպորտը չես կարող փոխել, մեծանում ենք, բայց որ նրանք էլ են այդքան ոգևորված գալիս ամեն տարի ինձ հետ միասին, դա նշանակում է, որ իսկապես ինչ որ մի բան կա, ուժ կա ինչ որ maybe Հեսա քեզ նախատելու ենք անգլերեն բառի համար։ Գիտեմ, շատ են, հանկարծակի մեկ-մեկ ստացվում է։ Ինչ արած։ Մենք կեմանցում ենք, դու ինքդ չգիտեիր քեզ այստեղ ինչ է սպասվելու, ինչ զգացիր, երբ արդեն սկսեցինք մտնել գյուղ։ Շատ հուզիչ էր ինձ համար եւ շատ կարեւոր պահ էր եւ ուրախ եմ, որ միայնակ չանցա այս ուղին։ Իսկապես, նայ, հիմա խոսում ենք, ես փշաքաղվում եմ, որովհետեւ նախ եւ առաջ ես հիշում եմ, երբ ես այստեղ եղել եմ ծնողներիս հետ։ Դա արդեն ինձ համար հուզիչ է, բայց այն, որ ես հիմա եկա հաղթահարեցի իմ մեջ մի վախ, իմ երեխաների հետ միասին ծանոթացրեցի, դա ինձ համար շատ կարևոր էր։ Ինչ համար շատ շնորհակալ եմ, շատ անչափ։ Մենք միշտ իմացել ենք, որ Էմի Երևանից է։ Նույնիսկ երբ ես քեզ հարցնում էի արմատներով որտեղից ես, վստահ եմ, որ դու այս հաղորդմանը համապատասխան հյուր չես լինելու, որովհետև չէի պատկերացնում, որ հնարավոր է դու այդքան կպած լինես քո արմատներին, առհասարակ դու ծնողներդ Երևանում եք ծնվել եւ միշտ ձեր ուղիղ ասոցիացիան եղել է Երևանի հետ։ Իրականում քո ուղիղ ասոցիացիան որտեղի հետ է։ Իրականում դու ճիշտ ես։ Ես ինձ միշտ համարել եմ երևանցի, կենտրոնի, շատ երևանցի։ Եվ ինչն է պատճառը, որ ես եկա ձեզ հետ այստեղ, որովհետև ես նաև չեմ մոռանում այն, ինչ եղել է շատ տարի։ Այո, ես ծնվել եմ Երևանում։ Մայրս ծնվել է Երևանում, հայրս ծնվել է Երևանում, բայց նրանց սկիզբը երկար սերունդներ առաջ ինչ որ միտեղից է, չէ, ծագումը եղել։ Եվ չընդունել այն, ինչ կա քո արմատներում, դա ուղղակի հիմարություն է։ Մաման այնպես էր արել, որ հայրիկդ եւս սիրահարված էր այս տեղանքին ու լինելով Լորվա մարզից, միևնույն է ինքը շատ հաճախ գերադասում էր եւ հենց ինքն էր նաեւ նախաձեռնում, որպեսզի գաք Սյունիք։ Կար նաեւ այն, որ երբ մաման սիրահարվում էր ինչ-որ բանի, ինքը կարողանում էր վարակել մարդկանց։ Այո, եթե իմ մաման ինչ-որ բան սիրով անում էր, դա նշանակում է, որ բոլորս այդ սերը զգում էինք եւ մենք էլ էինք սիրահարվում այդ ամենին, ամեն հարցում։ Էմի, հիմա երբ դու գալիս ես Հայաստան, առաջինը ինչ ես անում։ Գնում եմ մամայիս ու պապայիս մոտ, հետո անցնում եմ իմ նորմալ առօրյային երեխաներին տանել, բերելով տարբեր տեղեր, ցույց տալով, ընկերների հետ ծանոթացնել, եթե ունեմ ընկերներ, ովքեր նույն տարիքի երեխաներ ունեն, անպայման ուզում եմ ծանոթացնել, որտեղ եթե մենք եղել ենք լավ ընկերներ, ուրեմն մեր երեխաները պիտի գոնե ծանոթ լինեն։ Դու երեխաներիդ ինչ ես ամենից շատ պատմում տատիկի ու պապիկի մասին։ Արդեն չգիտեմ որտեղից սկսեմ, որովհետև ամեն երկրորդ մարդը, ում նրանք տեսնում են եւ բարևում են, այդ մարդիկ սկսում են պատմել իմ մամայից, իմ պապայից, ասելով, թե գիտես, ես քո տատիկի ընկերն եմ, ես քո պապիկի ընկերն եմ եւ սկսում են ինչ-որ բաներ, այսինքն ինքնըստինքյան այնքան շատ ինֆորմացիա են ստանում այս երեխաները, ես նույնիսկ չգիտեմ որը առանձնացնեմ։ Հիմա մենք եկել ենք միտեղ, որտեղ նրանց ընդհանրապես կարող էին գնալ ինչ-որ մանկական խաղասրահ, բայց եկել են եւ ծանոթանում են սարերի հետ, որը իրենց նախնիների պատմությունն է, ոչ թե իրենց պատմությունը։ Բայց դե իրենք էլ այդտեղից են գալիս։ Այո։ Շիզոֆրենիա
Հանձի սահմանային խախտում, տագնապային խանգարումներ։ Նենց են կանում, որ հիվանդները մտածեն, որ մենք իրանց հիվանդի պես չենք վերաբերվում։ Բայց ինձ պիտի օգնես։ Մարդը որ մեքենայի տակ է սկսել աղջիկ ունի։ Աղջիկը լրագրող է։ Դե դու չես ուզում կտրվես իրականությունից, իսկ ես ուզում եմ։ Հերդ ուզում է քեզ օգնի։ Հերս չի կարա ինձ օգնի։ Քո պատկերացումներում երեխան խնդիր է։ Կարող է դու ես գժվել։ Նրան փակել ապես։ Ես մեղավոր եմ շատ։ Որ քեզ երեխայի տեղ դրեցի։ Որ քեզ բռնի ինչ ես անում։ Դուք ուղղակի ձեր տղային եք պաշտպանում։ Անտանելի ակարոտել մեկ կիլոմ չես հիշում։ Այ ֆանտաստիկ սիրունա։ Հրաշք, չէ։ Եմ բայց դու հենց այստեղ կուզես տուն ունենաս, թե մոտակայքում ինչ-որ միտեղ, որովհետև այստեղ գյուղը ամեն դեպքում ամայացած է։ Չէ, հենց այստեղ, Միակ բնակի չլինես գյուղի։ Որովհետև ներքևը կա փոքրիկ գյուղեր կան, տեսար միասին, որ անցնում էինք մեքենաներով, ամեն դեպքում մի կիլոմետր հեռավորության վրա բնակչություն կա։ Կիլոմետր։ 5 Լավ 5 Կարող է մյուս կողմը 1 է։ Ես ինձ հույս եմ տալիս։ Բայց կարծես ձայներ եմ լսում։ Մարտին! Որտեղ ես։ Գալիս եք։ Մարտինը մեզից շուտ է տեղ հասել։ Անհամբեր է։ Իսկ դու անհամբեր ես տեսնես Այո, ես իրոք չեմ պատկերացնում հիմա ինչ է այնտեղ մնացել։ Եվ հուզված եմ, որովհետև իսկապես վերջին անգամ դա եղել է մամայիս հետ, պապայիս հետ միասին, եւ ինչ որ չափով կապ ունի իմ ծնողների հետ, ինձ իհարկե հուզմունք է տալիս։ Չեմ լացելու, այսօր լացելու հաղորդումդ չի, բայց հուզված եմ ամեն դեպքում, սա ինձ համար կարևոր մի քայլ էր։ Ես վախենում եմ սողուններից, ես վախենում եմ տարօրինակ կենթան, նայ արջը հենց հիմա գա մեզ մոտ չեմ վախենա, բայց եթե օձ տեսնեմ շատ կվախենամ, բայց եթե ես արդեն համարյա սարի մեծ մասը բարձրացել եմ։ Մենք համարյա արշավ արեցինք պատրաստված չլինելով։ Եվ ես այդ վախը հաղթահարեցի իմ մեջ, որպեսզի գամ եւ տեսնեմ, ուրեմն սա իսկապես արժանի էր։ Այս վայրը արժանի էր։ Վերջիմա բարձրանում ենք, տեսնենք ինչա կատարվում այնտեղ։ Որտեղ մի անգամ եք ճանաչեց ձայնը։ Սարյանի կակաչ։ Չէ։ Հա, կակաչա։ Ով կքաղի իմ համար։ Ես քաղաք Գնա, դու։ Մեկը քեզ, մեկը ինձ։ Ես քեզ շատ ռոմանտիկ է քո համար կակաչ եմ քաղում։ Նայեք, սրանք վայրի կակաչներ են։ Եվ սա էլ ինձ։ Մենք Կենաց։ դեմ գնացինք Սա բնությանը։ քիչ-քիչ ծաղիկներ եմ հավաքում։ Ես դեմ եմ ծաղիկներին վնաս տալուն, քեզ հետ համաձայն եմ, բայց սա մի բան էր, որ չէր կարելի բաց թողնել։ Այստեղի հետ կապված ամենավառ հիշողությունները քեզ համար որոնք են։ Ես իսկապես սիրահարված եմ այս մարզին։ Իսկապես, բայց երբ ասում եմ Սյունիք, Ղափանից այս կողմ։ Ինձ համար Սյունիքը սկսվում է Կապանից։ Կապան, Մեղրի,
ագարակ, քաջարան, կեմանց արդեն։ Ես իսկապես շատ եմ սիրում այս կողմերը։ Ես փոքր էի, խմբով Իկարուսով ամեն տարի գալիս էինք համերգների։ Միշտ մառախուղ էր լինում։ Իմիջիայլոց համերգները երբ ավարտվում էին, գիշերը, ասենք, չգիտեմ, 10-ին համերգը ավարտվեց, 10-ին միանգամից գիշերով ապարատուրան ամեն ինչը հավաքում էինք, երաժիշտները, երգիչները լցվում էինք ավտոբուսը մեր եւ շարժվում էինք դեպի օրինակ քաջարան, հետո քաջարանից մեղրից ագարակ եւ այդպես շարունակ։ Ես կյանքում չեմ մոռանա այդ գիշերային ճանապարհները, որովհետեւ լինում էին օրեր, երբ ցուրտ էր լինում։ Լինում էին օրեր մառախուղ, որ վարորդը ոչինչ չէր տեսնում եւ մամաս միշտ մամայիս պայուսակի մեջ եղել է կարմիր շրթներկ։ Կարմիր շրթներկով նկարում էր ֆարերի վրա, լույսերի վրա, որպեսզի մառախուղի ժամանակ ճանապարհը լավ երևա։ Բայց դա ես հիմա նայում եմ այլ կերպ, ես նայում եմ, որ ինչքան էլ կյանքում մառախուղ լինի, ամպեր իջնեն, միշտ պետք է գտնել ձևը, որպեսզի քեզ չխանգարի քո ճանապարհը գնաս։ Առանց վախենալու, առանց ափսոսելու, եթե սխալ ճանապարհ ես բռնել, միևնույնն է գնա, բայց փորձի այդ ճանապարհը անցնել։ Իմիջիայլոց այն ժամանակներում մի կողմից թվում էր, որ այդ աստղային կյանքն է, մյուս կողմից դա բացարձակ աստղային կյանք չէր։ Աստղային կյանքով ապրում են աշխարհի մեծ երգիչները, հիմա ինչ որ չափով նաև մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր արդեն կարողանում են գրել ռայդեր, որտեղ գրվում է թե ինչա պահանջում արտիստը եւ այլն։ Բայց երբ այն ժամանակ մենք էինք ելույթ ունենում, մեզ համար կարևոր էր, որպեսզի մենք հասնենք այդ բեմում կանգնենք, ելույթ ունենանք եւ վայելենք այդ սերը։ Այլ բաներին ուշադրություն չէինք դարձնում։ Հիմա մի քիչ ավելի շատ է դա եւ ավելի շատ է բնականաբար գնահատվում, երբ դու մի քիչ ավելին ես պահանջում։ Դրա համար եմ ասում, ժամանակները փոխվել են, այն ժամանակ ուրիշ բան էինք գնահատում, այս ժամանակ մի քիչ ուրիշ։ Կապանում հիշում էր, թե ինչքան շատ համերգներ, ելույթներ եք ունեցել, երբ դեռ երեխա էր։ Հայաստանի տարբեր անկյունների հետ կապված այդ հիշողությունները ունես, համերգներ, ելույթներ, որոնք քո մանկության խաղերին էին փոխարինում։ Բայց հիմա երբ նայում ես քո երեխաների մանկությունը ինչպես է անցնում ու քո մանկությունը ինչպես էր անցնում, ամեն դեպքում ավելի լավ էր այն հագեցած կյանքը, թե քո երեխաների մանկությունը։ Երևի ավելի լավ էր այն կյանքը, բայց ինձ թվում է մի քիչ ժամանակներն են փոխվել։ Հիմա ես փորձում եմ իրանց մաքսիմում զբաղվածվել։ Հիմա օրինակ մեզ մոտ ամառային արձակուրդներ են, բայց ես ինչ որ պրոյեկտների մասնակցելիս անպայման իրանց ինձ հետ եմ բերում, որովհետև դա հիասքանչ զգացողություն է։ Գնաս, տեսնես, շփվես մարդկանց հետ, չգիտեմ, օպերատոր, պրոդյուսեր, հաղորդավար, մարդիկ ովքեր դիմավորում են թիմը, դա նույնպես ուսում է եւ ես այդ ուսումը ստացել եմ այդ բոլոր տարիների ընթացքում։ Ես միշտ սիրել եմ իմ կյանքը։ Այսինքն, եթե դու ինձ հարցնեիր, եթե նորից ծնվեիր, ես այդ հարցին կպատասխանեի, որ ես կուզեի ապրել բոլոր այն օրերը նույն կերպ, ինչպիսին եղել է իմ կյանքը, այսինքն ես իմ ապրած ամեն վայրկյանը գնահատում եմ։ Եվ լավը, եւ վատը, որովհետեւ լավի ժամանակ վայելել եմ, վատի ժամանակ սովորել եմ։ Ես բավականին ուժեղ կենսագրություն ունեմ։ Մեծ, շատ էջերով։ Բայց երբ սովորեցիր գնահատել կյանքը իր լավ ու վատ պահերով հենց այդ պահին։ Երբ հեռվացա, որովհետև չէ որ երբ անընդհատ շոու բիզնեսի այդ կռուգի մեջ ես, ամեն ինչ դու ամպերի մեջ ես, դու քայլում ես օդում, բայց երբ իջնում ես ներքև, դու զգում ես ինչ տարբեր է կյանքը։ Դու ոտքերդ կտրված լինելու այդ զգացողությունը ունեցել ես աշխարհից։ Այո, բայց ես երբևիցե չեմ ունեցել այդ իրավունքը, որպեսզի իմ
օթերով քայլելը ազդեցություն դառնա դիմացի մարդու վրա, այսինքն եթե խոսենք գոռոզություն, աստղային հիվանդություն, որի մասին միշտ բոլորը պնդում են, խոսում են եւ պատմում են, ես դրա իրավունքը չեմ ունեցել եւ դա ինձ համար կարող է լինել պատիժ, եթե ես ինչ-որ մի բան սխալ անեմ կամ սխալ վերաբերմունք ցույց տամ դիմացինին կամ նեղացնեմ, լինելով արտիստ, գիտեք, ես այսինչ մարդն եմ, գիտեք, ես ով եմ եւ այլն, ես այդ տեսակ այդպիսի գործողությունների, այդպիսի քայլերի տեսակը կյանքում չեմ իմացել։ Ժամանակին երգիչները շատ էին շրջում Հայաստանի մարզերով ու ես այստեղ գալիս հիշում եի, որ ժամանակին հայրենասիրական երգերը ավելի շատ էին, քան հիմա են գրվում ու մտածում եի, որ երգիչները երբ որ անընդհատ իրենք կապված էին մեր արմատների հետ, անընդհատ շրջում էին Հայաստանի տարբեր մարզերով, ավելի կապվածություն էր ձևավորվում, ավելի իրենք գնում էին դեպի արմատները։ Մանկության տարիներից շրջագայությունները Հայաստանի մարզերով քո մեջ ավելի արմատացրել են սերը դեպի հայրենիք։ Բնականաբար, որովհետև այդ ժամանակ ես փոքր էի, չէի հասկանում, բայց ինձ հայեր խմբի հետ միասին կարելի է ինչ որ եթե տգեղ չհնչի, ասել ստիպելով բերում էին համերգների, չէ։ Ամեն տարի մենք պարտավոր էինք բոլոր մարզերում ելույթներ ունենալ, համերգներ, մարզերումը բնականաբար ավելի հարմարությունները շատ էին, բայց պիտի գնայինք զորամասեր, պիտի գնայինք արգելված ինչ որ տեղեր, որտեղ մարդկանց ուրախացնելու համար համերգներով ելույթներ ունենայինք։ Այսինքն, եթե մենք ստիպված չանեինք դա, այսօր ես այսքան ոգևորված չէի լինի, որովհետև տեսած չէի լինի։ Չէի իմանա։ Հիմա օրինակ ինչքան երիտասարդ բլոգերներ կա, որ տեսնում եմ, գնում են Հայաստանը շատ գեղեցիկ ձևով հայտնաբերում են եւ բացում են աչքերը շատ ինչքան տեղեր կա, որ մենք չգիտենք դրանց մասին։ Ինչքան տեղեր եմ տեսնում, որ ես երբևիցե ինչքան էլ որ շատ եմ եղել ես մարզերում, կան տեղեր, որ ես այդ տեղերի մասին ընդհանրապես չեմ լսել։ Եվ եթե մենք ժամանակ առ ժամանակ քո միջոցով նման երիտասարդ բլոգերների միջոցով, մարդկանց միջոցով, ովքեր տարածում են լուրերը, կարողանանք բացահայտել նոր սերնդի համար մեր ուժը, մեր հայրենիքը, մեր հողը, ավելի կշատանան ցանկացողները եւ կգան։ Այսինքն մի քիչ սկզբից պարտադրում ես, բայց հետո արդեն մարդիկ սիրով են գալիս։ Դու մի կողմից խոսում ես պարտադրված կամ սիրով գալու մասին, մյուս կողմից քո իրականությունը քեզ տարել է Միացյալ Նահանգներ։ Դու սրա հետ կռիվ ունես։ Ես կռիվ չունեմ, որովհետև ես ընտրել եմ իմ ամուսնուն, որը ամբողջ իր կյանքի ընթացքում կապված է եղել աշխատանքի եւ կյանքի բերումով Միացյալ Նահանգների հետ։ Ես ընտրել եմ նրան եւ եթե նա այնտեղ է, ես տեղափոխվել եմ գուցե ժամանակավոր Միացյալ Նահանգներ, բայց իմ երեխաները ամեն տարի լինում են Հայաստանում, ավելի շատ բան են տեսնում Հայաստանում, քան որևէ Հայաստանում ապրող երիտասարդ կարող է տեսնել, որովհետև ես նրանց տանում եմ եւ ցույց եմ տալիս։ Կարոտ ունես, ամեն դեպքում վերադառնալու ցանկություն ունես, թե Ես նույնիսկ չեմ էլ գնում Միացյալ Նահանգներ։ Ինձ միշտ ծիծաղալով եւ իմ տղաները եւ ամուսինը ասում են ինքը ստեղ չի, ինքը հոգով, սրտով Հայաստանում է, ֆիզիկական մարմինը էստեղ է Միացյալ Նահանգներում։ լավ, մենք այդ մասին դեռ կխոսենք։ Ես երբեմն նկատում եմ, որ արտերկրում ապրող մարդիկ ավելի շատ են ունենում հայապահպանման խնդիր, ինչու որովհետև մենք տեղում չունենք խնդիր, օրինակ լեզուն պահելու եւ մի շարք գործոններ կան, որոնք մեզ մոտ առօրյա են եւ մենք դա պահպանելու մասին ուղղակի չենք էլ մտածում։ Արդյոք Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո քեզ մոտ ավելի սրվեց այս զգացողությունը։ Դե բնականաբար արդեն երբ լեզուն, անգլերեն լեզուն դառնում է քո առօրյայի հիմնական մեծ մասը կրող լեզու, դու չես կարող դրանից փախչել, որովհետև հիմա եթե խոսենք ընթացքում անհնարին է գոնե ինչ-որ մի բառ
դուրս չգային բերանից անգլերեն, բայց ամեն դեպքում ես եւ ամուսինս, մեր ընտանիքի անդամները, մեր ընկերները, բոլորս փորձում ենք իրար մեջ խոսել հայերեն եւ առավել եւս երբ ես ունեմ 2 երեխա, նրանք պարտավոր են իմանալ հայերենը եւ գնում են հայկական դպրոց, սովորում են հայերեն, հայոց պատմություն, սովորում են կրոն եւ այն ամեն ինչը, ինչ կապ ունի հայ բառի հետ։ Այսինքն դա մեր ընտանիքում միշտ առհասարակ հիմա 3 չառաջորը վաղը չէ մյուս օրը միշտ դա լինելու է առաջնային։ Պատերազմի օրերին ես հասկացա, որ Սփյուռքի հայերը շատ հզոր մարդիկ են։ Հիմա կարող եմ ասել այո, ես ապրել եմ ամբողջ կյանքս Հայաստանում, մեծացել եմ, արել եմ ծնողներիս հետ անհնարինը, պատերազմի դաշտում երգել ենք, չգիտեմ, մութ ու ցուրտ տարիների ժամանակ ինչ որ ձև պայքարել ենք, որպիսի ժողովրդին ուրախացնենք մեր ելույթներով, այդ ամեն ինչը ես արել եմ, փորձել եմ մաքսիմումը, բայց երբ տեսա պատերազմի ժամանակ Սփյուռքի հզորությունը դա իմ մեջ ահագին մեծ բան փոխեց, որովհետև ես հասկացա, որ նրանք իսկապես ինչքան հեռու ես լինում, այդքան հայեցիությունը, հայը անընդհատ հայ լինելը ավելի է հզորանում եւ ավելին ես ուզում անել։ Ուզում ես ամեն կերպ ներկա լինես ամեն փողոցում, ամեն ծառի հետ։ Քո աչքերում ինչով էր դրսևորվում այդ ուժը։ Չկոտրվել երևի, անընդհատ մտածել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ինչքան էլ որ այդքան վատ բաներ եղան, ինչքան էլ որ շատ ցավալի է, մինչ այսօր ոչ ոքս չենք կարողանում շատ բաներ հավատալ, բայց ամենակարևորը հիմա մեր ձեռքերում ամենակարևորն է պահպանել հետագան։ Հանկարծ բաց չթողնել եւս ինչ-որ մի բան։ Իսկ դա ինչու՞մ է կայանում մեր երեխաների զարգացման հարցում։ Եթե մենք մեր երեխաներին ճիշտ դաստիարակենք, նրանք ավելի են հզոր լինելու, որովհետև նրանք չունեն կոմպլեքսներ, այս սերունդը չունի վախ, այս սերունդին մենք չենք մեծացրել ինչպես մեզ, վայ, ամոթ է, սա կասի, սա մյուսը այնպես կասի, չէ, մենք նրանց հզոր ենք մեծացնում, որպիսի վաղը ունենանք հզոր երկիր։ Ես երբեք չեմ կոտրվել, երբեք դու շատ լավ գիտես, որ ես չեմ կոտրվել, եւ հիմա էլ ես ինձ կոտրված չեմ զգում, երեխաներիս եմ դաստիարակում։ Դու նշում ես սերունդների տարբերությունը, ինչ սխալներ կան, որ մենք այդպես ենք մեծացել, ոչ թե ծնողների սխալներ, այլ սերունդների մտածողության սխալներ, որ դու հիմա չես կիրառում քո երեխաների դաստիարակության հարցում կամ հակառակը հենց մտածված ճիշտ հակառակն ես անում։ Միևնույնն է, չես կարող փախչել դրանից, ինչ քեզ տվել են։ Միևնույնն է, ինչքան էլ փորձեմ այլ կերպ դաստիարակեմ նրանց, իմ մեջ միևնույնն է իմ ծնողների դաստիարակությունը, այսինքն ես այնուամենայնիվ նրանց ասում եմ չվիրավորել, փորձել լինել բարի, մեծերին հարգել եւ այլն, նման բաները, որոնք մեր մեջ սերմանել են մեր ծնողները, որովհետեւ նրանք այդպիսին են եղել, չես կարող փախչել, բայց չես էլ ուզում, որ մերպես լինեն, որովհետև մենք շատ կոմպլեքսավորված սերունդ ենք, համաձայն չես։ Կոմպլեքսավորված ես։ Ես ինձ համարում եմ կոմպլեքսավորված, որովհետև ես միայն կամերայի դիմաց, ես միայն երևի թե բեմում ավելի ռիսկով եմ, ավելի խոսող եմ, չեմ ամաչում, բայց առհասարակ ես համարում եմ, որ ես շատ ավելի կոմպլեքսավորված եմ, օրինակ, քան իմ մաման։ Իմ մաման երբևիցե կոմպլեքսներ չի ունեցել, նա եղել է բարձրաձայն, նա եղել է անվախ, նա եղել է վստահ իր ամեն քայլը անելու մեջ։ Եվ ես ուզում եմ, որպեսզի իմ երեխաներն էլ լինեն այնպես, բայց մեկ-մեկ ինձ բռնացնում եմ այն փաստի վրա, որ ասում եմ, չէ, գիտես, օրինակ մեծ տղա ես, Դանի ջան, չէ, դու մի վիրավորի այսինչին, դու մի փորձի նույնը լինես։ Ինչու՞։ Թողնեմ իմ երեխային վիրավորեն։ Չէ, դա սխալ է։ Ինձ վիրավորել են եւ ես անընդհատ կուլ եմ տվել դա։ Այսինքն դու կյանքի ինչ-որ շրջանում խղճացել ես, թեպետ ներկայացել ես որպես անկոտրում մարդ։ Իրականում ես բավականին շատ դաժան ուղի եմ անցել։ Անկոտրուն եմ ձեր բոլորի համար, բայց չէ որ ես էլ եմ մարդ։
Ես էլ լինում է ժամանակ ուղակի մեկ-մեկ կարողանում եմ միայնակ ոչ երեխաներիս ներկայությամբ լացել, որպիսի ուղակի մեջիցս դուրս գա։ Մենք մարդ ենք, արտիստները ռոբոտ չեն։ Ինչ կոմենտ ասեք, կարդում են։ Հայտնի մարդկանց կոմենտների տակ բոլորինը գեղեցիկ խոսքեր են, չէ, բոլորն էլ վիրավորվում են, բոլորն էլ մարդ են, բոլորն էլ զգայուն են։ Ինչու է թվում, որ եթե դու Instagram-ում կամ Facebook-ում կարողանում ես կոմենտ գրել, դա մեզ համար ոչինչ չի նշանակում։ Տեսնում ենք, մտածում ենք, այ դա ամենամեծ խնդիրն է, որովհետև եթե դեմ դիմաց ասեն, ես կպատասխանեմ։ Ինչն է այդպես քո մեջ մնացել, որ հիմա մտաբերեցիր ու այս թեմային եկար։ Օրինակ բերեցի սոցիալական կայքը։ Ինձ նեղացրեցին, ինչու ես չեմ պատասխանում։ Որտեվ ինձ այդպես են դաստիարակի, ասել են՝ ինչի ես պատասխանում, դու նույնը չես։ Դու իրապես չես, ինչի ես դու իրապես քայլ անում։ Այստեղ նուրբ տարբերություններ կա։ Դու քո կյանքում տեսել ես ինչ որ առումով մեղմ բնավորությամբ հայրիկի ու բուրըն բնավորությամբ մայրիկի, որի սիրտը իրականում շատ մաքուր էր, բայց էմոցիաների տակ ինքը կարող էր զայրանալ, բայց ինչ չէր թողնում։ Ինձ երբեք չի թողել կռվեմ։ Ինչու՞։ Որովհետև ինքը ուզեցել է ամեն ինչը վատ բաները ինքը հարթի։ Իսկ դու այդ ֆոնին քեզ շատ պաշտպանված զգում էր, որ միևնույն է մաման կգնա, կկռվի եւ բոլոր հարցերը կլուծի։ Այո։ Դա շատ լավ զգացողություն է։ Երբ գիտես, որ քո մեջքին կա մի հզոր մեծ թևերով արծիվ։ Էմի, իսկ դու այսօր քո երեխաների համար կարողանում ես լինել այդ արծիվը, թե այս դերը հիմա էլ տվել ես ամուսնուդ։ Եվ, որովհետև լինում են հարցեր, քանի որ ես աղջիկ երեխա եմ եղել, ես տեսել եմ ինչպես են ինձ մեծացնում եւ ամուսինս էլ, քանի որ իրանք երկու եղբայր են, իրանք էլ գիտեն շատ ավելի լավ ինչպես ճիշտ կլինի երկու տղաների դաստիարակության հարցում։ Այսինքն, եթե կա բաներ, որոնք ինչ որ բաներ են, ես եմ կարողանում հարթել, ես եմ հարթում։ Եթե դա արդեն տղամարդու խառնվելու հարց է, բնականաբար ամուսինս։ Ես ուժեղ եմ։ Ամեն դեպքում ոչ մի ինչ որ բան դեռ չի եղել, որով կարողանամ տեսնել իմ ուժը, իմ հզորությունը, ծնող բարի շուրջ ի նկատի ունեմ, բայց ինձ թվում է յուրաքանչյուր ծնող ուղղակի մարդ կխեղդի իր երեխայի համար։ Էմի, ժամանակին ստացվում է, որ նաև քո պապերն են հիմնադրել այս գյուղը ու իրենց գնալու հետ գյուղը քիչ-քիչ նաև ամայացել է։ Ինձ մորաքույրս է պատմում պատմություններ։ Մամայիս պապին եւ հորաքույրը ընտանիքներով տեղափոխվել են Ղապան, որտեղ եղել են NKVD-ի նախագահ եւ եղել են միակ երկու անձնավորությունը, ովքեր ունեցել են սպիտակ ձի եւ ձիով են գնացել աշխատանքի, այսինքն հիմա հենց նոր ով մեզ օգնում էր Սեյրանը, որը գյուղը բերեց, որպեսզի մենք ավելի լավ գտնենք ամեն ինչը, ինքը ինձ պատմում էր ու ես հասկացա, որ ինքը կոնկրետ գիտի իմ ընտանիքի պատմությունը, այսինքն ինքը ասում էր երկու հոգի կար, որ ձի ուներ, դա քո մամայի պապին էր եւ հորաքույրը, այսինքն իրանք կարելի ասել եւ ապրել են մի քիչ, բայց նաև լքել են։ Ծառը շարժվում է, ուրեմն այդտեղ են։ Մի փոքր պատմություն ասեմ, երբ փնտրում էինք տունը եւ ասացին, որ այնտեղ ոչինչ չի մնացել, մորաքույրս պատմեց, որ նրանք իրենց պապերից լսել են ժամանակին, որ տները կարողանում էին ճանաչել ծառերի միջոցով, կամ ասենք, ասում են, չգիտեմ, հուշարձանի կողքի տունը, կամ գոմի կողքի տունը, չգիտեմ, թթի ծառով տունը։ Հիմա մենք ման ենք գալիս տուն, որը կողքը ունի գոմ, որը հուշարձանից ոչ այդքան հեռու է գտնվում։ Այսինքն, եթե մենք գտնենք հուշարձանը, ուրեմն պապիկիս տունը այստեղ միտեղ մոտիկ է։ Բայց դու այդ տունը հիշում ես, որ ես այդ տանը եղել եմ, այո, ես այդ տանը եղել եմ, բայց շատ փոքր եմ եղել, 2 տարի իրար հետևից, որովհետև նա ամեն տարի էինք գալիս Սյունիք, բայց այստեղ ես տուն եմ տեսնում։
Սարի չէ, տուն չի, Սա տաղավար է կարծես։ Աման։ Սա տուն չի, բայց սա ինչ որ մեկի հողամասն է։ Լոբու Այստեղ մշակվում է, մշակված լոբի եմ տեսնում։ Սա պոպոքի ծառա, սուրճ կա եւ ջուր կա։ Սոխ եմ տեսնում հերվից։ Վաու։ Դու այդպես ճանաչում ես բույսերը։ Ես ժամանակին շատ լավ գիտեի, տերևներով էի ճանաչում ծառերը։ Հիմա ասենք որ գնանք ինչ որ մի այգի վրան բերք չլինի, տերևներով կարող եմ ինչ որ չափով տեղեկացված եմ, այո։ Սառնա ջուրը բալես։ Մամ, կարող ենք ես գյուղը առնենք։ Մեր գյուղն էր։ Մեկ արդեն ունի այս գյուղը, սպասի։ Մաման, դա ինչ։ Մի վարքյան, ասեցիր սառներ ջուրը։ Ամեն դեպքում դուրս հանենք ջուրը, չկեղտոտենք։ Շատ սառը ջուրը, շատ։ Հայ։ Ժուկ։ Այստեղ կարելի էր նստել և կարել ժամերով։ Ինչ իստեղ չեք ապրում, հրաշք տեղը։ Դու ունես սովորություններ, որոնք մայրիկից են մնացել քո մեջ։ Այո, ես չեմ սիրում, երբ մարդիկ ուշանում են, բայց նաև չեմ սիրում, երբ ես գնում եմ չափից դուրս ավելի շուտ, քան մեր պայմանավորված ժամը։ Այսինքն առաջ մենք երբ մամաս կար, գնում էինք այռապորտ 4 ժամ առաջ։ Հիմա եթե ես գիտեմ, որ մենք պայմանավորվել ենք, օրինակ ժամը 12-ին կապանում, ես ժամը 10:05 արդեն կապանում էի։ Չեմ սիրում, դա ինձ մեջ ինչ որ նյարդային համակարգս խախտվում է։ Սկսում եմ ներվայնանալ, անհանգստանալ, որ ինչ որ բան սխալ է գնում։ Իսկ պապան ինչով է վարակել քեզ։ Իսկ պապայից ես երևի թե ամենաշատը ինձ տեսնում եմ նրա պես, երբ ես ունեմ այդ հանգստությունը եւ կարողանում եմ ուղղակի բաց թողնել ամեն տեսակի վատ էներգետիկ դաշտ ունեցող բան։ Էմի, դու մենակ մեծացած երեխա ես, բայց փաստացի դու ունես նաև եղբայր, պապայի կողմից ունես եղբայր, երբևէ ձեր հարաբերությունները ձևավորվել են այնպես, որ դու զգաս, որ եղբայր ունես։ Ես իմ եղբորը սեր տվել եմ եւ չեմ կարող ստել եւ ասել, որ սեր չեմ ստացել։ Միայն ժառանգություններ խնդիրը, որ ձեր հարաբերությունները որոշակիորեն փոխվեցին։ Ուղղակի ամեն ինչ խառնվեց իրար, երբ պապաս մահացավ ու այդպես ամեն ինչ շուռ եկավ, որովհետև մենք շրջագայում էինք բոլորս միասին։ Ձեզ հետ էր լինում Այո, եղբայրդ։ ամենտեղ մենք շրջագայել ենք միասին, բոլոր քաղաքներով, համերգներով, երբ ինքը հիվանդանում էր, հիվանդանոց օրինակ ամբողջ մամայիս ցեղը գնում էր, մորաքույրս, տատիկս, քեռուս կինը բոլորը գնում էին, որպեսզի հանկարծ իմ եղբայրը միայնակ չզգա, այսինքն սերը եղել է երկկողմանի, բայց երևի ինչ որ մի բան խառնվել է իրար։ Ես ճիշտն ասած կարող է ես փոքր եմ եղել, ինչ որ բան սխալ եմ ընկալել կամ հասկացել, ամեն դեպքում երբ 11 թվին ինձ մոտ աշխարհի ամենածանր բեռը ընկավ իմ ուսերին, ես միայնակ էի եւ ասեմ ավելին, ուղղակի շատ տհաճ իրավիճակում էի։ Դրանից հետո որևէ խոսակցություն, հարաբերությունները պարզելու ինչ որ փորձեր չեն եղել։ Երկար տարիներ չէ։ Վերջերս մի քանի անգամ, բայց ես ասում եմ, ես չեմ սիրում, ես չար չեմ մնում։
Դու ես նախաձեռնել այդ հարաբերությունների բարձրաբանումը, թե Ես ուղղակի պապայիս ցուցահանդեսի կապակցությամբ համարեցի, որ ճիշտ է, որ մարդը գա իր պապայի ցուցահանդեսին ներկա գտնվի։ Ուղարկեցի հրավիրատոմս։ Այդքանը։ Ուղղակի հիմա ժամանակ առ ժամանակ նոր տարի ծնունդ տենց իմոջիներ։ դա քեզ ցավ է պատճառում։ Այո, որովհետև մենք անիմաստ երկար տարիներ ենք կորցրել առանց իրար հետ շփվելու։ Անկեղծ ասեմ, ես մեկ-մեկ նույնիսկ մտածում եմ, լավ, ես աղջիկ եմ եւ ինձ պետք էր ես papa եմ կորցնում, հետո մամա եմ կորցնում, ինձ պետք էր եղբայր, որին ես ունեի, բայց իրականում չկար։ Բայց ես ունեմ մամայիս կողմից քեռիներ, մորքուրներ, ես ունեմ նրանց երեխաներին, ովքեր 24 ժամ մենք հիմա էլ իրար հետ ենք։ Դա աշխարհի ամենալավ զգացողությունն է, երբ գիտես, որ դու սենց սպայկայով իրար կպացեք եւ ձեր սերը իսկական է։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպես են հարաբերությունները այդպես մեկ օրում գլխի վայր շրջվում, որովհետև դու որքան էլ նշում ես, որ դու փոքր ես, ամեն դեպքում, երբ այդ դեպքերը եղան քո կյանքում, դու արդեն 26 տարեկան ես, եւ մինչեւ այդ դուք արդեն ունեիք ճանապարհ միասին անցած, որի հիման վրա դու ասում ես, որ ունեիք սերտ հարաբերություններ որպես եղբայր եւ քույր։ Ինչպես ուղղակի մեկ օրում շրջվեց իրավիճակը։ Չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Երևի ուղակի մեզ խառնեցին։ Ես այդպես եմ կարծում, որովհետև չես կարող իրար հետ 24 ժամ ապրել, իրար հետ ժամանակ անցկացնես, ուրախ լինես, շրջագայես, երջանիկ լինես, մեկ է մի օրում այդ մարդը փոխվի, անհնարին է, տենց մարդիկ չեն փոխվում։ Ինձ պապաս միշտ ասում էր, մարդիկ չեն փոխվում, մարդիկ բացում են իրանց դեմքը, կամ ինչ որ կերպ այդ մարդը բացվում է, կամ իրան խափում են, ինչ որ, չգիտեմ, սարքում են ուրիշ ձև, հա, տենց ճիշտ է, չգիտեմ։ Իրոք չգիտեմ ինչ պատասխանեմ։ Այդ փուլում դա քո էմոցիոնալ վիճակի վրա ազդում էր, թե դու այն հոգեբանական վիճակում էիր, որ հավելյալ որևէ էմոցիա ուղղակի վիճակել չէր ընդունելու։ Եվ այո, նման զգացողություն ունեցել եմ, բայց նաև զգացել եմ, որ ինչու։ Ուզեցել եմ հասկանամ ինչու։ Բայց նաև ինձ մեկ էր, որովհետև իմ կյանքի այդ փուլում ինձ համար այդ պահին կարևոր էր այն, որ ես մամայիս փրկեմ։ Ամեն դեպքում, երբ կար իրավիճակ, որ պապաս չկար, բայց մամաս արդեն պարզ էր բուժման թեմաները, հիվանդության հետ կապված, ինձ ասացին մի նախադասություն, որ ամենաշատը ինձ ցավացեց, ինձ ասացին, որ ինձ չի հետաքրքրում ոչ ման, դու ոնց ուզում ես, ինչ ուզում ես, արա։ Այդ նախադասությունը իմ ականջների մեջ է միշտ մնացել։ Դուք ի վերջո ձեր ժառանգությունը կիսեցիք եւ յուրաքանչյուրդ գնացիր ճանապարհով։ Մենք ուղղակի եկանք համաձայնության, ստորագրեցինք պայմանագիր պարտկու պահանջի եւ ես փոխանցեցի ինչ որ ինձնից հասնում էր, ինչ որ մենք համաձայնվել ենք եւ այդքանը։ Այսինքն դու գումար փոխանցեցիր եւ համաձայնության եկաք։ Թող մնա սենց օթում։ Կեմանցի սարերում։ Մաման կարող էր վիճել, բայց քեզ միշտ հեռու էր պահում բոլոր տեսակի վեճերից, բայց այդ պահին դու էիր խնդիրը լուծելու համար։ Մամայից ինչ խորհուրդ էիր ստանում։ Իրականում ես եմ ամեն ինչ արել, որոշումներս կայացրել, որովհետև ես չէի ուզում ավելորդ ինչ որ ինֆորմացիա տայի մամայիս։ Ինքը այդ առողջական իրավիճակում չէր։ Մամաս նույնիսկ այդ իրավիճակից դուրս գալու համար ինձ փորձել է օգնել եւ հարցը շտկել։ Ոչ վատ ձևով։ Մամաս միջև վերջին վարկյանը ինձ սովորացրել է, որ բոլոր տեսակի խնդիրներից լուծում կա, դուրս գալու ձև կա։ Նույնիսկ այդ իրավիճակում միշտ խորհուրդ էր ինձ տալիս, որպեսզի
երբեք չես կարող կոտրվել։ Տարբերակ չունես, պիտի շարունակես ապրել մեր հետ թե առանց։ Եթե խորհրդի կարիք էլ եղել է, փորձել եմ կապ պաշտպանեմ, դենց հասկանամ։ Դե ես միշտ համարել եմ, որ մարդու ֆիզիկական ներկայությունը դա ավարտվում է, բայց կապը մարդու մեջ իմ կարծիքով երբեք չի ավարտվում։ Ես պակասը ես գիտեմ, որ ինչ որ բան եթե անում եմ, նրանք ինձ ուղղորդում են, ինձ ճիշտ ուղու վրա են կանգնացնում։ Այդ իսկ պատճառով ֆիզիկական, չգիտեմ, խոսելու, ներկա լինելու այդ նման բաները ինձ համար այդքան էլ իհարկե կարոտում ես, ուզում ես գնաս, տեսնես, ասես, ինչ-որ մի բան ասես, հարցնես, գրկես, չկա, հիմա այդ մարդը չկա, վերջ, բայց դա չի նշանակում, որ նրանք չկան ու չկան։ Դու ամեն կերպ պահպանեցիր Երևանի ձեր տունը, որը ինձ թվում է ոչ միայն ձեզ համար է հիշողությունների կենտրոն, այլև շատ մարդկանց համար, որովհետև հետաքրքիր մի բան կար, ձեր տան դուռը միշտ բաց էր, ու ես այստեղ մի պահ ասոցացնում էի, որ մարզերում, գյուղերում այդ սովորությունը պահպանվել է, չէ, որ տան դուռը միշտ բաց է, Երևանում այդ սովորությունը մի քիչ կարծես թե վերացել է ու հեռացել է մեզնից, բայց ձեր տանը այդ երևույթը միշտ կար, երևի թե Համեցեք, հիմա էլ է նույնը։ Երևանում մարդ չի մնացել, որ ձեր տանը չի եղել։ Այո, համեցեք, հիմա էլ է դռները բաց։ Ուղղակի 5 հարկ պիտի բարձրանաք ու մտնեք ներս, դուռը բաց է։ Հիմա քեզ համար է ծառայում, թե Այո, դա մնալու է իմ երեխաներին, իմ երեխաներից փոխանցվելու է իրանց երեխաներին եւ այդպես շարունակ, որպեսզի այդ հասցեն մնա մեր տան հասցեն։ կտակես գրելու, որպեսզի հանկարծ չվաճառեն։ Այո։ Հիմա երբ բարձրանում ես, երբեմն ձեր հայտնի պատշգամբ, ինչի մասն ես ամենից շատ մտածում։ Թե ինչքան սիրուն է Երևանը։ Իդեպ Միացյալ Նահանգների մեծ զգացողություն ունենում ես, որ վայ, որքան գեղեցիկ է, թե գուցե գեղեցիկ է, բայց քոնը չի։ Աշխարհի բոլոր քաղաքներն էլ գեղեցիկ են, բայց չեմ ստում, իսկապես դա չեմ ասում նրա համար, որպեսզի ինչ-որ մեկի աչքին ավելի բարձր Երևան գլուխ չեմ գովում, ես իսկապես ինձ համար Երևանը մի այլ քաղաք է։ Երբ ինձ ասում են, որ Երևանում ինչ ես անում Երևանում, այդքան, չգիտեմ, խցանումներ, շոկա, օդը կեղտոտ է, մեկ ասում է, չգիտեմ, ես ինչ, մյուսը ասում եմ, ինձ համար Երևանը այդ տարածքը չի, ինձ համար Երևանը իմ ապրած կյանքն է, իմ շրջապատն է, իմ ընկերներն են, իմ տունն է։ Եվ երբ մտնում եմ տուն, եսի նկատի չեմ ունենում տունը որպես տարածք, եսի նկատի ունեմ տուն, որտեղ ունեմ ես երկար տարիների հիշողություններ։ Այնտեղ այդպես էլ տան զգացողություն չես ունենում։ Իհարկե կա, այնտեղ ինձ համար հիմա արդեն տուն է, ես ինձ զգում եմ ինչպես տանը, բայց միշտ վերադառնում եմ իմ տուն։ Սա մինչև էս մեր ամենաէքստրեմալ նկարահանումն է։ Գիտես նոր ինչ հիշեցի, ուրեմն սա մորքուրս է ինձ պատմել, եթե սա մենք հիմա համարում ենք էքստրեմալ, մորքուրս պատմեց, որ իմ մամայի տատին, Անուշ տատին, 19 թվականին Նժդեհի զորքի համար ընկերուհիներով, ընտանիքի անդամներով, իրենց պապաների, եղբայրների, ամուսինների համար սարերով, ոտքով սնունդ էին հասցնում Նժդեհին խուստուպի վրա։ Դու պատկերացրու, մենք հարմար կոշիկներով եկել ենք, հիմա տանջվում ենք ու ինչ-որ չափով նաև մի քիչ վախենում ենք, բայց Քեզ սար բարձրացանք, արդեն ասում ենք արշավ ենք եկել ու մարդիկ ինչպես են այդպես ապրել ուղղակի։ Դա ավելի շատ հուզիչ է իմ համար, որովհետև նման բաները ոնց որ մեզ համար եղել է միֆ, հա, երևի պատկերացրել ենք, որ կա, բայց չենք տեսել ու հիմա ես գիտեմ, սենց գնում եմ, նայում եմ սարերի վրա ու տեսնում եմ այդ պահը։ Ու հասկանում ես, որ քո նախնիները դրա հետ կապ ունեն։ Արի մտնենք, սա թանգարան է եղել իդեպ ժամանակին, արի։ Այս թանգարանում
կան այն մարդկանց անունները, ովքեր հայրենական պատերազմի մասնակցող եւ զոհված մարդկանց համար հուշարձան են պատրաստել եւ օգնել են։ Եթե չեմ սխալվում, այստեղ միտեղ պիտի իմ պապիկի անուն ազգանունը լինի։ Նկարով թե առանց նկարի։ Նկարը կա հուշարձանի համար հատուկ գրված գիրք կա, որը Ղափանի թանգարանում է դրված, եթե չեմ սխալվում, այնտեղ պապիկիս նկարը կա, բայց այստեղ պիտի Սարգսյան Մակիչ կա։ Սարգսյան Վիգեն։ Սարգսյան Սարգսյան Վիգեն։ Հա! Գտավ։ Չեմ հավատում։ Վիգեն Սարգսյան։ Իմ պապիկն է։ Պարտանում է։ Այ, փշաքաղվեցի եւ մամայիս շատ պապան, մամայիս պապան, այո, մամայիս պապան եւ Հեսա հենց Սարգսյան իրա Վիգեն։ պապան էլ եւ իրա հորքուրը, մամայիս պապիկը եւ պապիկի քույրը եղել են հենց այն մարդիկ, ովքեր սպիտակ ձիով մարդիկ ճանաչել են, որ Ներսեսն է Մարտիրոսյան գալիս, հետագայում նրանք բոլորով տեղափոխվել են Մալաթիա, Սեբաստիա, ժամանակին Բերիայի շրջան էին ասում։ Բերիայի շրջանի նույնպես ինչ որ չափով հիմնադիրներից են եղել, որովհետև նրանք տեղափոխվել են եւ Երևանում ստեղծել են իրենց համայնքը։ Եվ այնտեղ նույնպես մամայիս պապիկը եղել է միլպետ։ Երկար տարիներ իրան ճանաչել են որպես ամենաջղային միլպետներից մեկը։ Մաման փաստորեն որոշակի ջղայնություն միլպետից էր ժառանգել։ Այո, ես համաձայն եմ դրան, բայց դա էլ եղել է պատճառ, որ մամայիս արգելում էին, որպեսզի ինքը երաժշտությամբ զբաղվի, երգչուհի լինի, որովհետև բոլորը դատավորներ, դատախազներ, ոստիկաններ, չգիտեմ, միլպետ եւ այս ընտանիքից դուրս է գալիս ինչ որ փոփ երգչուհի, որը այդ ժամանակին ոչ ընդառաջ էր շարժում, երգում էր Ջանիս Ջապլինի ռոք երգերից, չգիտեմ, Բենսոն էին երգում էին շատ արտասահմանյան երաժշտություն։ Հետո իհարկե սկսեցին Սերպանտինի հետ միասին միքսել, օրինակ Նազան Յարը ժողովրդական երգերը միքսեցին, սարքեցին ավելի տենց ֆանկ ժամանակակից ռիթմերով։ Իսկ դու ինչ ես զգում, երբ որ եւ տեսնում ես, որ հստակ քո արմատները այստեղից են, քո պապիկի անուն ազգանուն ես կարդում այստեղ եւ հասկանում ես, որ գյուղը էլ գոյություն չունի, այստեղ ժամանակին թանգարան է եղել, հիմա այս քանդված վիճակն է, այսինքն դու որքան էլ երազանքով ասում ես ես այստեղ տուն եմ գնելու, միաժամանակ մենք հասկանում ենք, որ այս գյուղի միակ բնակիչն ես լինելու։ Բայց դա չի խանգարում ինձ, չեմ վախենա։ Եվ կարող է ինձնից հետո ինչ-որ մեկը ավելանա։ Այդ հրաշալի կլինի, բայց այս պահին ինչ ես զգում, երբ հասկանում ես, որ ֆանտաստիկ բնությունով գյուղ է, որը կարող էր ֆանտաստիկ անկյուն լինել Հայաստանում եւ շարունակել քո նախնիների պատմությունը, բայց գյուղը որպես այդպեսին գոյություն չունի։ Բնականաբար տխուր եմ, բայց հիմա սա եմ տեսնում։ Ամեն դեպքում ցավալի է, որովհետև տեսնում եմ մարդկանց կյանքեր կան այստեղ, մարդկանց պատմություն կա այստեղ, հուշարձան կա։ Քիչ առաջ, որ գնանք, երևում է Գոմը, այդտեղ է եղել իմ պապերի տունը, բայց հիմա սա է, իրականությունը սա է, ես չեմ կարող ասել, որ վայ ինչու այսպես եղավ։ Եթե ես օրինակ փորձեմ ինչ-որ մի բան անել, կամ այստեղ, կարող է ինձնից հետո մեկն էլ ավելանա, հետո մեկն էլ ավելանա, թող պետք չի տարին 12 ամիս այստեղ ապրել, տարին մեկ անգամ 5 օրով գազ գնաս, դա նույնպես բնակչություն է, դա նույնպես ինչ-որ նոր կյանք է, նոր շունչ է տալու գյուղին։ Էմի մենք խոսացինք այն մասին, որ մաման իր դրսևորումներում առհասարակ շատ բուռն էր։ Քեզ այդ շփումներում էլ էր այդքան բուռն, թե այդտեղ էլ Նադյան էր դառնում այն մեղմ կինը։ Չէ, մամաս աշխատանքի ժամին ինքը իմ պրոդյուսերն է միշտ եղել։ Ինքը տանը միացնում էր մաման, բայց ես հիմա եմ հասկանում, երբ մայր դարձա, ես հիմա եմ հասկանում, թե երբ էր նրա մեջ փոխվում պրոդյուսերը, դառնում մայր, երբ իր զավակին նեղացնում էին,
միանգամից պրոդյուսերը դառնում էր մայր։ Դա ես զգացել եմ եւ հիմա նոր հասկանում եմ, որտեվ առաջ շատ ծանր էի տանում, երբ մամաս ինչ որ մեկի հետ բուրըն խոսակցության մեջ ջղայնանում էր դու ինչ իրավունք ունես, ես հասկանում եմ, որ այդտեղ միանում էր մաման։ Բայց դա քեզ օգնում էր, թե խանգարում էր։ Եղել է ժամանակ, որ խանգարել է։ Ինչով։ Դե որովհետեւ օրինակ կարող էր լիներ պրոյեկտ, որտեղ ես չլինեի։ Հարաբերություններ շատ եք փչացրել։ Մամաս։ Բայց հետո մյուս օրը նորից նույն մարդու հետ խոսել են։ Այսինքն կռվի մեջ ծնվել է process աշխատանքային եւ դա վերածվել է արդեն նորմալ բանի, հետո այդ մարդու հետ շփումը։ Էմի, դու ինչ որ պահի շատ հոգնել ես շոու բիզնեսի աժիոտաժից, ինչ որ առումով ոչ անկեղծ հարաբերություններից երբեմն որ այսպես շատ լիարժեք ինտեգրվեցիր քո ընտանիքին ու նույնիսկ որքան էլ կարոտես վերադառնալու ցանկություն որպես այդպեսին չունես։ Դու ամուսնությունից առաջ արդեն ուզում էիր գնալ շոու բիզնեսից։ Այո, երևի։ Իհարկե եղել է, ես այդպիսի պահ ունեցել եմ իմ կյանքում, շատ էի կոտրվել, կարող է ուղղակի պատրաստ էի դրա համար համաձայնվեցի այդ քայլին գնամ, որտեվ եթե ես ինչ որ բան պակաս թողած լինեի, կարող է մի քիչ էլ սպասեի։ Կամ երևի մամաս, որ հիվանդացավ, մի քիչ ավելի թուլացավ ամբողջ ընթացքը, կարող է դա ինձ բերեց ինչ որ ուրիշ կետի։ Բայց դա երևի թեղել է իմ կյանքի ամենալավ կետը, ամենաճիշտ որոշում, ամենաճիշտ ժամանակահատվածը։ Երբ ես կանգնել եմ ընտրության առաջ եւ ընտրել եմ այն, որտեղ ես հիմա ապրում եմ, որովհետեւ այդտեղ ամեն ինչ իրական է։ Ընտանիքը իրական է, սերը իրական է, մարդկանց հարաբերությունները իրական են, այսինքն այնտեղ ոչ մի կեղծավորություն, սուտ ժպիտներ արդեն չկան։ Հիմա քո կյանքը ավելի շատ կենտրոնացած է հենց երեխաների ընտանիքի վրա, բայց դու այն երգչուհին ես, որ ժամանակ առ ժամանակ ելույթ է ունենում եւ վերջերս ես էլ քեզ ասում էի համերգ եմ ուզում, որովհետեւ առավել եւս մի քանի երգ ունես, որոնք լսում եմ ու ես ուզում եմ քեզ կենթանի հնչողությամբ լսել։ Այդ բացը քեզ խանգարում է, թե դու սովորել ես այս կենսակերպին։ Չէ, ես սովորել եմ այս կյանքին, այս բացնել է ինձ պակաս է, ես կարոտում եմ բեմը, բայց օրինակ առիթից առիթ, երբ լինում է ինչ-որ համերգ, ես մասնակցում եմ համերգին, ելույթ եմ ունենում, ես ինձ լավ եմ զգում, բավարարված եմ զգում, ինձ բավարարում է մինչև մյուս ելույթը, այսինքն այն բուրըն արտիստի կյանքը այլևս չեմ ուզում։ Ես ուզում եմ լինել իմ երեխաների կողքին։ Այսինքն չես էլ կարոտում այդ բուրըն արտիստի կյանքը, բայց բավարարվում եմ այնքանով, ինչքանը որ ինքս համաձայնվում եմ մասնակցել։ Այսինքն իմ ձեռքերում է, ես եմ որոշում, օրինակ, քանի համերգի կհասցնեմ մասնակցել, քանի պրոյեկտի կհասցնեմ մասնակցել, ես կարող եմ մասնակցել, բայց ինձ բավարարում է այնքան, ինչքանով որ ես իմ մասնակցությունը ունենում եմ տարբեր համերգների ընթացքում, թեկուզ մեկ ելույթով կամ երկու։ Որովհետև ժամանակին այդ շատ բուրըն կյանքը արդեն ապրել էիր եւ հագեցել էիր։ Այ ինձ թվում է, այո։ Միշտ ասում եմ, ամենաճիշտ որոշումը արել եմ այն, որ ուշ եմ ընտանիք ստեղծել, որովհետև մինչև ես ընտանիք չստեղծեցի, ես չհասկացա, թե ինչքան բան կարող էի ես բաց թողնել, եթե ես մի քիչ ավելի շուտ մտնեի այս կյանքի մեջ։ Ես հարյուրավոր համերգներով ելույթ եմ եղել, հարյուրավոր տասնյակ երկրներում, բեմերում եւ դրանից հիասքանչ բան արտիստի համար դրանից կարևոր բան չկա, երբ դու բարձրանում ես բեմ եւ քեզ համար մարդիկ գալիս են դահլիճում, նստում են եւ ծափարում են քեզ։ Դա շատ կարևոր բան է, դա ուժ է տալիս երգիչին, արտիստին, դերասանին։ Ուրախ եմ, որ այդ ամենը ես կարողացել եմ վայել եմ։ Բարձրանում ենք, դու պատմում էիր, որ ժամանակին կամուրջներով կարողացար շատ մեծ գումարներ աշխատել եւ դա քեզ համար անակնկալ էր, որովհետեւ կամուրջները այն երգը չէր, որից ակնկալում էիր մեծ եկամուտներ։ Եթե դու գնացից կարելի էր ակնկալել մեծ եկամուտ։ Էլ չասեմ այլ ժանրը, ժողովրդական ժանրը, ինչու ոչ այդ ժամանակ արդեն ակտիվանում էր ավելի թեթև
ոչ այդքան ժողովրդականը, ավելի ռաբիզներ առաջ գալիս, որակով ռաբիզը եւ ոչ այդքան էլ որակով ռաբիզը։ Այսինքն այդ ժամանակահատվածում լինել կամուրջներով երգչուհի եւ այդքան գումար աշխատել բավականին զարմանալի էր։ Եվ դա բավականին երկար ժամանակ այդպես է եղել։ Կնշես որքան գումար էիր աշխատում կամ մոտավորապես ինչի մասին է խոսքը, որ դու այդպես շատ ոգևորությամբ նշեցիր։ Դե պատկերացրու մեկ համերգ եմ երգում, 4 րոպե է երգի տևողությունը, 4 րոպե բեմում կանգնելու համար ստանում եմ օրինակ $3000, $2500 այն ժամանակ։ Իսկ եթե երգը դառնում արդեն ոչ թե 1 երգ, 2 երգ, 3 երգ, 4 երգ, գինը բնականաբար բարձրանում է րոպեների հետ, երգի քանակի հաշվին, եւ դա ամեն օր լինում էր օրը 2 անգամ։ Ըստ քեզ ինչու այդ փուլում կամուրջները չդարձավ նաև շարունակական պրոյեկտ, որը էլի շարունակաբար կարող էր գումար բերել։ Ես ունեցա մի քանի երգեր, իմիջիալոց Բաբաջանյանի շատ երգեր ձայնագրեցինք հենց կամուրջ։ Բայց նույն կյանքը չունեցա, որովհետև կամուրջները դա արդեն ինքն իրենով հզոր երգ է եղել։ Մնացած երգերը եղել են գեղեցիկ, սովետական, սիրուն գարմոնիաներով ձայնագրություններ էինք անում, կենթանի հնչողությամբ գնում էինք տարբեր մարզերում ելույթներ էինք ունենում, արտասահմանում փառատոնների ժամանակ։ Այսինքն այդ ամեն ինչը գեղեցիկ էր, բայց այդքան հզոր չէր։ Այսինքն հզորությունը 1-4 րոպեանոց երգի մեջ էր, որով ես կարողանում էի մնացած երգերը կողքից տանել, մատուցել հանդիսատեսի դատին։ Դու նաև շատ էքսպերիմենտներ էիր անում, այն տարիներին հիշում եմ Սուպեր Սաքոյի հետ քո այդ համագործակցությունը շատ էսպես էքսպերիմենտալ նախագիծ էր։ Այդ ժամանակ հաշվարկ ունեիր, որ սա ավելի շատ կաշխատի, բայց աշխատեց կամուրջները։ Նախ միջև այդ էլ ես ալբոմ ունեի ձայնագրած, որը նույնպես ոչ շատ հայկական էստրադա էր։ Երգեր կային այնտեղ, որոնք ես ստանում էի ամերիկացի պրոդյուսերներից, գրում էի բառերը հայերեն եւ այդ երգերը սիրված էին լինում։ Օրինակ Սիրտնի մեծ այնքան սիրով լեցուն կամ Կարոտում եմ քեզ արի, կարոտում, այդ երգերը ամերիկացի կոմպոզիտորներ են, բայց գրում էի հայերեն բառեր եւ այդ երգերը նույնպես շատ հաջողված են եղել, որից հետո նոր ձայնագրվեցի երգ Չիլի հետ, Նարեկի հետ։ Նարեկը Էյչիլը ինձ ծանոթացրեց Սուպեր Սաքոյի հետ, որը Ամերիկայից եկել էր, առաջին օրը զանգահարել էր մամայիս եւ ասել էր, որ ինձ Նարեկն է ձեր հեռախոսի համարը տվել, ուզում եմ հանդիպել, երգեր ունեմ։ Մամաս լսեց դեմոները եւ մենք սկսեցինք ձայնագրությունները։ Երգ ունեցել ենք մոտավորապես մի 18-20 երգ ենք ձայնագրել դեմո, բայց ալբոմի մեջ ընդգրկված է եղել 12 երգ։ 12 այնտեղ կային ակուստիկ ռեմիքսներ եւ այլն եւ այլն։ Դրանից հետո նոր սկսեցինք արդեն կամուրջների պես երգեր։ Իմիջիալոց Սուպեր Սաքոյի հետի դիսկի երգերը ամբողջությամբ գրվել են երկուսիս կողմից։ Ինքը գրում էր անգլերեն մասերը, ես գրում էի հայերեն մասերը եւ մեղեդին եւ բառերը։ Ամեն ինչը ձայնագրում էինք մեր ստուդիայում, այսինքն այդ պահին մուսան բացվեց, ինչ որ բան հիշեցինք, որ չենք ձայնագրել, իջնում էինք ստուդիա, մտնում էինք արագ ձայնագրում էինք եւ հետո անցնում էինք մյուս երգերի։ Այդ process, այդ ժամանակաշրջանը իմ ամենասիրած ժամանակաշրջանն էր, որտեվ մենք հորինում էինք, ստեղծում էինք եւ իսկապես բուրըն աշխատանք էինք տանում երգերի ստեղծման հարցում։ Իդեպ հիմա ինչ հարաբերություններ ունեք Սուպեր Սաքոյի հետ։ Շատ նորմալ։ Ես չկա աշխարհում մեկում հետ վատ հարաբերություններ ունենամ, որովհետեւ չեմ սիրում նեղացած մնալ, կան մարդիկ ում հետ ուղակի շատ երկար ժամանակ չենք շփվել, բայց որ հանդիպենք կբարևեմ անպայման։ Բայց Սուպեր Սաքոյի հետ կային նախադրյալները նեղացած լինելու։ Չէ, նեղացած չենք եղել, ուղղակի հետո ինքը մեկնեց Միացյալ Նահանգներ ու սկսեց արդեն այնտեղի իր գործունեությունը, ուղղակի ամեն մարդ անցավ իր ճանապարհով գնաց։ Դու հիմա ամեն դեպքում մտածում ես նոր երգեր թողարկելու մասին։ Միշտ, ես իմ մտքում միշտ ունենում եմ նոր երգեր, բայց այդ ընթացքը, որ գնամ, նստեմ ստուդիայում եւ պրոդյուսերի հետ աշխատեմ, անընդհատ ինչ որ հետաձգվում է։ Եվ չեմ կարող մեղադրել, որովհետև մարդիկ ում հետ օրինակ ստուդիայում մեծ հաճույքով կաշխատե, իրանք էլ են զբաղված, փորձում են
ապրել եւ այլն, այսինքն միշտ ինձ մոտ ցանկությունը կա, ես միշտ բաց եմ նոր առաջարկների համար ինչ որ փորձեր անել, որովհետեւ ես սիրում եմ երաժշտություն, ես սիրում եմ երգել, սիրում եմ լինել այդ պրոդյուսերական, չեմ սիրում որ ինչ որ տենց արագի մեջ 5 րոպեում երգ ձայնագրենք եւ ուղղակի այնքան որ երգանենք։ Եղել է նման բաներ, եղել է ինչ որ հավեսի ենք ընկել, օրինակ Նիկի Էգիբյան հետ, լինում է ուղղակի հանդիպում ենք 15 րոպե որ պիտի շփվենք, ասում արի մի հատ սենց բան անենք։ 15 րոպեում արագ ինչ որ մի բան ենք անում մեր հաճույքի համար։ Ինքն էլ է երաժիշտ, ես էլ սիրում եմ այդ process-ը, ինքը գիտի որ ես սիրում եմ երգի ստեղծման process-ը, ձայնագրություն, back vocal, գարմոնիաներ եւ այլն, հորինել, ստեղծել։ Անում ենք ինչ որ բան եւ անցնում գնում է։ Այսինքն ընթացքը միշտ սիրել եմ ես։ Հիմա երբ զուգահեռ եւ ինչ որ շատ տարօրինակ երգեր կարող է լայն տարածում գտնեն եւ մենք տեսնում ենք որ հատկապես հեղինակ կատարողների մոտ ինչ որ մի ոճ է սկսել տարածվել եւ մարդկանց համար հասանելի դառնալ, որը նախկինում թվում էր որ չի աշխատի։ Ինչպես ես գնահատում հիմա ինչ որ առումով ոլորտում կարծրատիպեր կոտրվել, թե դուք էլ կարծրատիպեր եք կոտրում, որի արդյունքում փոխվեց պահանջարկը։ Ես կարծրատիպ փոխել եմ իմ ժամանակ, չեմ կարող սուս չեմ մնալու, չեմ ամաչելու, ասելու եմ, այո, ես կարծրատիպ փոխել եմ, ես նորություն բերել եմ հայկական շոու բիզնեսի այն ժամանակ, բայց հիմա ես տեսնում եմ շատ լավ երիտասարդ կատարողներ, նոր underground երգիչներ, երաժիշտներ, հեղինակ կատարողներ, ովքեր շատ ինքնատիպ տեսակ ունեն եւ նրանք չեն վախենում եւ նրանց տրված է այդ շանսը, այսինքն եթե մենք չունենք ինտերնետի այդ շանսը, որպեսզի ինչ որ կերպ երևայինք, մեր երևալու տեղը միայն բեմներ, հեռուստացույցը, ռադիոն, այս սերունդը ունի այդ երջանկությունը, այդ բախտը, որ կարող են երգել այն ինչ իրենց սրտով է անցնում, ուղակի տեղադրել ինտերնետում եւ սիրված լինել, սիրվել եւ դառնալ հայտնի։ Եվ այսօր հնչում է ավելի լավ երաժշտություն, քան օրինակ 5 տարի առաջ, 8 տարի առաջ, 10 տարի առաջ, որտեվ մի պահ եկավ շատ տարօրինակ ինչ որ հնչյուններով երգ արվեստ, հա, կարելի է այդպես անվանել։ Հիմա այդ նոր թարմ երիտասարդ լավ տաղանդավոր երգիչ երգչուհիների հեղինակների շնորհիվ այդ ամենը նորից գնաց յետին պլան։ Հիմա որ երգիչներն ես դու հաճախ լսում։ Ես շատերին եմ լսում հիմա, կան օրինակ շոու պահող արտիստներ, շատ եմ սիրում շոու անող երգիչներից, օրինակ Պարկ, Սիմոնը շատ հիասքանչ բեմի մարդ է, սիրում եմ Բրյունետին, Լեային եմ շատ հավանում, շատ եմ սիրում, որ հիմա սիրում են այն, ինչ մենք երգում էինք այն ժամանակ, այսինքն էլի ինչպես միշտ հայ տղեկը կան, միևնույն է կան մեր հին երգիչներից էլի երգիչներ, ովքեր էլի իրենց երգերը հնչում են ռադիոներով եւ լսվում են։ Հիմա շատ կան լավերը, չգիտեմ, ինչ որ մեկին չեմ ուզում մոռանալ, որովհետեւ իսկապես ավելի շատ են հիմա լավ, ինչ որ կրեատիվ անուններ, քան մի քանի տարի առաջ։ Իսկ քան ձեր ժամանակ, թե Մեր ժամանակ շատ կային լավերը։ Մեր ժամանակ լավ երգիչներ կային, հեղինակ կատարողներ կային։ Հետո նույն մեր ժամանակվա երգիչներն էլ փորձեցին ինչա որ մի քանի ուրիշ տեսակի երգեր սկսեցին ավելի լավ աշխատել, քան օրինակ էստրադան այն ժամանակ պոպ երաժշտությունը։ Այդ պահը կոտրվեց մի քիչ, բայց հիմա եկանք այն եզրահանգման, որ այդ նույն երգիչների ամենալավ երգերը եղել են իրենց իսկ լավագույն ժամանակաշրջանի երգերը։ Էմի քո սերնդի երգիչներից ում համար ես ամենից շատ ափսոսում, որ հիմա շատ пассив է աշխատում։ Ես ինձ շատ եմ ափսոսում։ Չգիտեմ։ Ինձ թվում է բոլորն էլ ինչ որ բան անում են, չէ՞։ Ես եմ ամենապասիվը։ Հա որ։ Ինձ թվում է։ Չէ՞։ Հիշացրա։ Ես չեմ ուզում հիշեցնել, որովհետև չեմ ուզում ուղղորդել։ Անի Կրիստի։ Անի Կրիստին պիտի ամբողջ կյանքում երգեր, ամեն րոպե, որովհետև ինքը իսկապես
հիասքանչ երգչուհի է։ Շատ եմ ափսոսում։ Հուսով եմ ես ու ինքը մի օր էլի հետ կգանք։ Զուգերքով վերադարձեք։ Ինչու ոչ։ Վաղ առավոտյան մենք 5-ին արթնացել ենք, 6-ին Երևանից արդեն շարժվել ենք, նախ ես շնորհակալ եմ քեզ, որ դու այդ տեմպի մեջ մեզ հետ եկար։ Քեզ եմ ես շնորհակալ, որ դու համաձայնվեցիր գալ, ամբողջ թիմից ներողություն եմ խնդրում։ Ժողովուրդ, մենք տանջվել ենք ճանապարհին, չեք պատկերացնում ոնց ենք եկել, բայց շնորհակալ եմ, որ եկաք ինձ հետ հասակ այստեղ։ Մենք սիրով ենք եկել, բայց շատ հավես էր նաև եմ, որ երեխաներդ սիրով, թեկուզ մի քիչ վախենալով քեզ հետ եկան։ Դու պատմել էիր իրենց գյուղի մասին, որ ոգևորված կան։ Այ, իրենք էլ մեզ միացան։ Իրանք առավոտից շատ շուտ արթնացած, ոգևորված։ Ասեմ, որ մեր տանը Մարտինը, փոքր տղաս, մի քիչ ավելի երկար է սիրում քնել։ Առիթը բաց չի թողնում, բայց այսօր առավոտյան ինքն է առաջինը արթնացել։ Ժամը 5-ին արթնացել է, պատրաստվել ենք եւ ճանապարհ ենք ընկել։ Եվ մեզ հետ հավասար ոգևորված, ես էի վախենում գալ առաջ, բայց ինքը առաջ էր գալիս եւ փորձում էր եղբորս հետ միասին գտնել այս տարածքը։ Սա գրած է տարիները մեր մամ։ 15 թիվ։ Այո։ Ու այստեղ նայ։ Վիգեն, այստեղ է գտա։ Ասի։ Վիգեն Սարքսյան, Վիգեն։ Նայ։ Վարորդներ, ովքեր հուշարձանն են բերել։ Վիգեն, ապիկը։ Այո։ Վիգեն Սարքսյան։ Այո։ Երեխեք սպասում եք անհամբեր Հայաստան գալուն, թե արդեն սովորել եք Ամերիկայի կյանքին։ Ես ամեն տարի անհամբեր վրացում են առել ենք տիկետները, անհամբեր եմ։ Սիրում են գալ Երևան, Հայաստանը շատ են սիրում եւ ամեն տարի ինչքան գալիս ենք, տարբեր մարզերով շրջում ենք։ Գնում ենք նոր քաղաքներ ենք տեսնում, նոր ինչ-որ բաներ ենք տեսնում, որպեսզի չլինի Հայաստանը միայն օպերա, կարապիլիչ, կաֆեներ, համով սնունդ, ինչը նորմալ է Հայաստանի համար, ամենանորմալն է, չէ, նրանք պիտի իմանան իրենց հայրենիքի մասին ամենաշատ ինֆորմացիան։ Իսկ ամենաշատը որտեղ եք սիրում, որ գնում եք։ Ես շատ եմ սիրում Սևանը։ Սևանը, իսկ դու։ Կապան։ Կապանը, ախ, մենք այսօր Կապանում էլ ենք նկարահանում անելու, հուսանք մութը չի ընկնի եւ կհասցնենք։ Երևի գնանք, որ հասնենք, որտեղ Կապանում շատ լավ տարածք կա, որտեղ ես ժամանակին, փոքր ժամանակ համերգներից հետո հաց եմ կերել։ Իսկ որտեղ որ հաց կա, այնտեղ մարդիկ լավն են։ Գնացինք։ Էմի շրջում էինք գիշերային Կապանով, երեկոյան ժամը 11-ն է դառնում արդեն ու այստեղ շատ են մարդիկ, կյանքը եռում է եւ ես հիշել եմ, որ Միացյալ Նահանգներում երեկոյան ժամը 9-ին ուղղակի կորել է եւ շնչավոր էակ չկար դրսում, որ ինձ ուշեր ես ընդամենը աճ պետք է անեմ։ Դու ինչպես ես եռացող հայկական կյանքից ադապտացա Միացյալ Նահանգների կյանքին, որտեղ երեկոյան 9-ին կյանքը էլ չկա։ Մենք այնտեղ շատ շուտ ենք արթնանում, 5:45, որպեսզի հասցնել երեխաներին դպրոց, աշխատանքի գնալ եւ չմնանք
խցանումների մեջ։ Ինձ շատ հիացրեց, որ Կապանում կյանքը եռում է այնպես, ինչպես Երևանում, որովհետև մեզ թվում է, թե ամեն բան կենտրոնացած է մայրաքաղաքում, բայց մենք մեր աչքով տեսանք, որ այդպես չի։ Երբ դու տարիներ առաջ գալիս էիր այստեղ, Կապանում կյանքը նույնքան եռում էր։ Ինձ համար այս մթնոլորտը ընդհանրապես նոր չէ, որովհետև ես թե այն ժամանակ եմ այս կյանքը տեսել եւ ավելի ուրախ եմ հիմա, որ շարունակվում է երեխաները այն շունիկ երեխաները խաղում են։ Իմիջիայլոց մենք գտնվում ենք մշակույթի պալատի դիմաց, այստեղ ես հազարավոր անգամներ ելույթ եմ ունեցել, շենքը հիմա վերանորոգված է, բայց այս դահլիճում ես շատ գեղեցիկ համերգներ եմ ունեցել եւ հայեր խմբի հետ, մամայիս հետ դեռ այն ժամանակ եւ դորեմիով, հետագայում մեր արդեն փոքրիկ հայեր խմբով։ Այդ իսկ պատճառով, երբ վերադարձանք, մտանք Կապան, ես հասկացա, ոնց որ տանն է։ Իսկ դու հենց այդ երեկոյան կյանքի կրողն ես, թե դու Երևանում ապրելով էլ երեկոյան գիշերային կյանքի կրող չես եղել։ Չէ, ես միշտ շուտ քնել եմ եւ շուտ եմ արթնացել։ Զարմանում են բոլորը միշտ, ասում են, չէ՞ որ դու շոու բիզնեսի ներկայացուցիչ ես։ Բոլորը քնում էին գիշերը 4-ին, 5-ին, ուշ են արթնանում։ Այո, մամաս էլ էր ուշ էին քնում պապայիս հետ եւ ուշ էին արթնանում, բայց ես չգիտեմ, ինչու ինձ մոտ այդ սովորությունը դեռ մանկուց մնացել է։ Շուտ քնել եմ եւ շուտ նույնիսկ եթե նկարահանումները ավարտվում էին 4-ին, 5-ին, ես միևնույն է շուտ էի արթնանում։ Շուտը հարաբերական է։ Ինձ համար այն ժամանակ 8-ը նորմալ ժամ էր։ Հիմա արդեն տեղափոխվելով Միացյալ Նահանգներ գնում են քիչ-քիչ հետ 6, հետո 5, հիմա մնացածը չգիտեմ արդեն ուր կգնա։ Ծնողներդ այս առումով խիստ էին քեզ հետ, որպեսզի ամեն դեպքում դու նաև չինտեգրվես այդ երեկոյան կյանքին շոու բիզնեսի, թե դրա կարիքը չի եղել։ Դրա կարիքը չի եղել, որովհետև ես միշտ պարփակված եմ եղել եմ իմ սենյակում, ինձ համար զբաղմունք եմ գտել, երաժշտություն եմ լսել, նկարել եմ, չգիտեմ, ընկերուհիներիս հետ իմ սենյակում հավաքվել ենք, ամեն դեպքում, երբ ավելի մեծական, այսպես ասած, մթնոլորտ է եղել տանը, ես միշտ իմ սենյակում եմ եղել։ Դու ինձ համար միշտ գրկելու մարդ ես եղել, այսինքն ես քեզ այդպես եմ ընկալում, բայց մարդկանց ընկալումը միշտ չէ, որ այդպեսին է եղել, այսինքն քեզ շատ ավելի ինքնավստահ, նույնիսկ ինչ-որ կետերում գոռոզ էին ընկալում մարդիկ, իրականում սիրելի հետևորդներ, նույնիսկ մեր նկարահանող անձնակազմից գրեթե բոլորը այսօր ասել են, որ հիացած են, թե ինչպեսի մարդ եմ կան, էկրանից ես չգիտեմ կարողանում ենք այդ ամեն ինչը փոխանցել, թե չէ, բայց բացարձակ այդպեսին չի։ Բայց ինձ հետաքրքիր է այդ շատ ինքնավստահ կերպարը քո պաշտպանական ռեակցիան է։ Չգիտեմ, ես ուղղակի միշտ այսպես եմ եղել։ Դու ասում ես գրկելու մարդ, ես հիմա որ մտնում եմ դպրոց Լոս Անջելեսում, համարյա ամբողջ դպրոցին գրկում եմ, մեկ-մեկ նույնիսկ ամաչում եմ, ասում եմ կկարծեն այս մարդը գիժ է, գալիս է բոլորին ամեն օր գրկում է գնում է։ Ինձնից ոչ մի բան չի տանում լինել մի քիչ ժպտերես, մարդկանց հետ շփվել, բարևել, ուշադրություն դարձնել, կոմպլիմենտ անել։ Բայց դու անընդհատ այն աղջկան հիշելիս նշում էր, որ շատ կոմպլեքսավորված էր։ Ինչից էր գալիս այդ կոմպլեքսները, որովհետև ի վերջո դու մեծացել էիր ազատ միջավայրում, քո ծնողները որպես այդպեսին կոմպլեքսավորված եւ հանրային կարծիքից կախված մարդիկ չէին, դու ինչու էիր կոմպլեքսավորված։ Ես չգիտեմ, երևի ամաչում էի։ Ինչու։ Երևի չգիտեմ։ Ինձ թվում է տարիքային ինչ որ բան կա, չէ՞, անցումային տարիքի ընթացքում առավել եւս փոխվում ես, դու ինքդ քեզ կարողա չհավանես, ինչ որ բան քո դուրը չգա եւ այլն, դրանից կարող էին առաջանալ կոմպլեքսներ, ինչից ելնելով ամաչես եւ ուղղակի մի քիչ ավելի փակ լինես։ Դու այն ժամանակ քեզ չէիր ընդունում եմ։ Հա, ես պատմեմ մի պատմություն, երբ ես որոշեցի արդեն հստակ, որ ես պետք է բեմ բարձրանամ, ելույթ ունենամ, երգեմ, ինձ մամաս կանգնացրեց լուրջ, ավելի ճիշտ ասած, որ դու պետք է որոշում կայացնես, եթե դու բեմ ես բարձրանում, դու պետք է շատ աշխատես քո վրա, նախ առաջին բանը, ասեց Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան կերգես, բեմ կթողնեմ բարձրանաս։
Հաջորդ քայլը եղավ այդ ժամանակ անցումային տարիքից ելնելով մի քիչ ավելի լիքն էի։ Ասած որ բեմում, եթե դու պետք է հագնես տարբեր ներկայացումների, մասնակցես, հագնես ինչ-որ հագուստներ, որոնք ավելի նեղ են եւ այլն, դու պետք է անպայման նիհարես, որովհետեւ բեմը ավելի մեծ է ցույց տալիս, ավելի խոշոր է ցույց տալիս։ Երևի թե դա էլ կապ ուներ, որ ես սկսեցի աշխատել ինձ վրա, եկա այն քաշին, որով դրանից հետո ամբողջ կյանքս մնացի։ Չգիտեմ, դա գենետիկա էր, որ անցումային տարիքից հետո ես բերեցի բալանսի, թե ուղղակի վախտի բերմամբ, թե պատամամբ Աշխատասիրությամբ ի վերջո։ Այո, նաև դրա պատճառը այն էր, որովհետև ես բոյով ավելի փոքր եմ։ Երբ բոյդ փոքր է, դու մի քիչ ավելի լայն ես լինում, մի քիչ բեմը նման բաները կարողա չընդուներ։ Այդ ժամանակ դա մամայիս համար կարևոր էր։ Հիմա դե բնականաբար դա այդքան էլ կարևոր չի, ամեն տեսակի մարդ ինքը գտնում է իր եսը եւ բարձրանում է բեմ, բայց այդ ժամանակ ինքը իմ դիմաց դրեց այդ որոշումը։ Իդեպ հիմա այդ հարցին շատ խիստ կանրադառնային այլ մարդիկ, ասեն, որ բուլինգի են ենթարկում, չի կարելի մարդուն կոմպլեքսավորել եւ մարդը պիտի իրեն ընդունի այնպեսին, ինչպեսին կա։ Դու լինելով մարդ, որը անցել է այդ ճանապարհը, ինչ ես կարծում, այդ պահին այդ դիտարկումները հոգուտ քեզ եղան, թե ամեն դեպքում ձևավորվեցին կոմպլեքսներ, որոնք հետո ինքդ քեզ չընդունելու խնդիր էին բերում։ Եթե հիմա եմ դրան նայում եւ ուզում ես ճիշտը ասեմ, ես ուրախ եմ, որ ինձ մամաս այդ որոշման դիմաց կանգնացրեց։ Որովհետեւ գուցե այդ ժամանակ ավելի շատ այն խնդիրները, ինձ ավելի փակ էին։ Չգիտեմ, հիմա մի քիչ այլ է կյանքը, արդեն ոչ մի նման բան նշանակություն չունի, ամեն մարդ ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում, բայց երևի ճիշտ էր, ես ուրախ եմ։ Իսկ դու երբ սկսեցիր քեզ ընդունել, սիրել։ Քթիս վիրահատությունից հետո։ Լուրջ ես ասում։ Այո։ Բայց այդ մի ուրիշ պատմություն է, չէ՞, քեզ մոտ կարծես թե մի քանի փորձից հետո ստացվեց։ Չէ, ուրեմն ինձ մամաս չէր թողնում, որպեսզի ես իմ քիթը վիրահատեմ, բայց ես ունեի ծուր պիրիգարոտկա, որի պատճառով չէի կարողանում լիարժեք շունչ քաշել եւ դիաֆրագմայով երգեի, ի վերջո որոշման եկանք, որ պետք է վիրահատեմ։ Վիրահատեցի քիթս 2 տարի, խաբում եմ, մի քանի տարի անց, 2 տարի անց սկսեցի վատ շնչել։ Էլի ոնց որ հասկացանք, որ նույն խնդիրն է, ինչի համար որ վիրահատվել եմ, չնայած ես իրականում պլաստիկ վիրահատության համար եմ վիրահատվել, բայց մամային ինձ թողեցին, որովհետև վատ էի շնչում։ Երկրորդ անգամ 2 տարի անց գնացի նույն բժշկի մոտ, շատ դաժան սրսկում ստացա քթիս, որը մի քանի տարի էլի պահեց, հետո վերադարձավ, նույն պրոբլեմը էլի առաջ եկավ, արդեն անընդհատ քթիս մեջ պետք է դեղ կաթացնել, այդ ժամանակ Լյուդվիգովիչի հետ պրոյեկտի էինք մասնակցում 2 աստղ։ Լյուդվիգովիչը նոր էր սկսում իր վիրահատությունները, ամեն օր ասում էր, ես պետքա քո քիթը վիրահատեմ։ Ասում եմ, չէ, դու արտիստ ես, դու իսկական դերասան ես, երգիչ ես, երաժշտություն ես սիրում, ես քո մոտ վիրահատության չեմ գա։ Ամբողջ պրոյեկտի ժամանակ ասեց, տանջվում է, իսկապես տեսնում էր, որ չէի շնչում, ընդհանրապես գոյություն չունեի։ Հետո պրոյեկտը ավարտվեց ու ես ինքս իմ ձեռքով հեռախոսը վերցեցի ու զանգահարեցի Աշոտ Լյուդվիգովիչին առաջին անգամ հասկացա, որ ես արեցի ճիշտ որոշում եւ նորից վիրահատվեցի, ինքը վերականգնեց այն, ինչ ինձ խանգարում էր եւ դրանից հետո ամեն ինչ անցավ։ Այսինքն քթի վիրահատությունից հետո դու արդեն հնայում ես հայլում մեջ ու ասում ես ես գեղեցիկ եմ։ Ես արդեն ոչ թե ես ասում եմ ես գեղեցիկ եմ, ես միշտ ասում եմ ես իմ կողքին եղել է գեղեցիկ մամա միշտ։ Իմ գեղեցկուհի մամայի կողքին ես երբեք ինձ չէի կարողանա այդքան գեղեցիկ զգալ։ Բայց այդ ժամանակ իմ կոմպլեքսները վերացան։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ այն մարդը, որը ունի այդ կոմպլեքսները, այդ խնդիրը, ինքը պետք է այդ հարցի լուծումը անի։ Եմ հետաքրքիր է, դու խոսում ես հասուն տարիքի մասին ու ասում ես մաման չէր թողնում, պապան չէր թողնում, մինչև որ տարիքն էր, որ իրենց չթողնելը։ Մինչև վերջին րոպեն, թե պապայիս հրաժեշտը, թե մամայիս մինչև վերջին հրաժեշտը ես եղել եմ լսող զավակ։
Այդ լավ էր թե վատ։ Շատ լավ էր, որտեվ իրանք միշտ լավ բաներ էին ինձ ասում։ Իսկ քո տղաների դեպքում կուզես այդպես լինի, թե չէ։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ լինի որևէ ծնող, որ իր երեխային ինչ-որ մի հարցում փորձի սխալ ուղու վրա կանգնած։ Սխալ ուղու վրա կանգնացնելու մասին չի խոսքը, բայց արդյոք ինչ-որ մի պահի չպետք է թողնես Այո, ազատ լինել, ինքնուրույն բնականաբար, լինել։ մանավանդ իմ մոտ տղաներ են, ես կփորձեմ ավելի շուտ բաց թողնել, բայց ինձ դուր էր գալիս։ Այն ինչ իմ ընտանիքում էր, ես իմ ընտանիքում տեսել եմ համերաշխ 3 մի եռանկյուն, որտեղ ես էի մամասեր ու պապասեր, մենք բոլորս միասին իրար հետ կապված էինք գծերով եւ իրար հասկանում ենք, այսինքն այնպիսի դեպք չի եղել, բնականաբար արտիստ եւ պրոդյուսեր հարաբերությունների մեջ տարաձայնություններ լինում էին, բայց միևնույնն է, երբ ես անում էի այնպես ինչպես մամաս էր ասում, դա ապացուցված է, որ լինում էր ավելի ճիշտ եւ ավելի լավ որոշում։ Երբ որ գալիս ենք արդեն քո ընտանիքին, ես որքանով որ տեսել եմ քո եւ Վահեի հարաբերությունները, շատ չեմ տեսել, բայց ինչ որ փոքր դետալներ նկատել եմ, որտեղ տեսել եմ իր աջակցությունը քեզ ու այդ մեծ սերը, որը երևի թե ընտանիքի այն ամենակարևոր եւ ամենապինդ հիմքն է ապահովում։ Հասուն տարիքում հարաբերությունները ինչ որ առումով փոխվում են, տես ամեն դեպքում դուք արդեն 10 տարի է միասին եք եւ որոշակի էտապներ եք անցել եւ դուք որպես անհատ եւ ձեր հարաբերությունները արդեն։ Բնականաբար կյանքում ամեն ինչ կամաց է լինում։ Ընտանիք կառուցելն էլ հեշտ բան չի։ Պետք է ինչ որ քայլեր անելով գաս կանգնես, հասնես այնտեղ, որ դու արդեն լիարժեք ես քո սիրած անձնավորության հետ։ Մեզ մոտ բնականաբար եղել են ինչ որ խնդիրներ, իրար կարողա չհասկանայինք, բայց դա երբեք չի հասել այն աստիճանի, որ տանի դեպի շատ հեռու վատ կողմեր։ Առավել եւս, երբ ես իմ ընտանիքում մամայիս, պապայիս հետ ապրելիս ոչ մի խնդիր չեմ տեսել, իմ առջև ոչ մի խնդիրներ չի եղել ընտանեկան, այդ ամենը տեսնելով ես ինքս նույն ձև փորձում եմ անել այնպես, արել եմ այնպես, եթե նույնիսկ խնդիր եղել է, երեխաները չեն տեսել, ականատես չեն եղել։ Մեր բոլորի համար է հախորն, շատ ինչ որ տեղերում բնավորություն ցույց տվող Նադյան լրիվ ուրիշ մարդ էր, չէ, Դավիթի կողքին։ Հա, շատ։ Իրանք իրար հետ չէին խոսում։ Բառացի խոսակցություններ, իրար մասին գովաբանել, իրար սեր խոստովանել, ես երբևիցե չեմ լսել նման բաներ, բայց երբ պապայիս հարցնում էի, ասում էր մենք իրար պարտադիր չի ինչ-որ խոսքերով բաներ ապացուցենք, մենք իրար հասկանում ենք, մենք իրար աչքերով տեսնում ենք, մենք իրար առանց խոսքի կարողանում ենք հասկանալ։ Դա երևի թե, չգիտեմ, հենց, որովհետև պապաս միշտ օրինակ էր բերում, ասում էր այլ մոլորակայիններն էլ չեն խոսում, իրանք իրար աչքերով են հասկացնում, իրար հասկանում են, չգիտես ինչու պապայիս մոտ միշտ ինապլանետյանինների հետ կապը եղելա, նա հավատում էր դրան։ Իսկ դու հենց այդ այլ մոլորակային սերը զգալով ընտրեցիր Վահեն, թե դա նաև գիտակցական ընտրություն էր։ Չէ, դա ես չեմ ասելու, որովհետև դա իմ անձնականն է, ես ընտրել եմ։ Ես գիտեմ ինչի եմ իրան ընտրել, ես գիտեմ թե ինքը ինչի է ինձ ընտրել։ Մենք իրար համար երևի թե շատ կարևոր մարդիկ ենք։ Ամեն դեպքում Վահեն ինձ համար շատ կարևոր մարդ է, որովհետև ինքը իմ ուժն է, իմ վստահությունն է։ Առավել եւս, երբ իմ կողքին չկա հայր, եղբայր չունեմ, մամաս չկա, ես իմ ամենամեծ ուժը ստանում եմ իմ ամուսնուց, իմ երեխաների պապայից։ Յուրաքանչյուր կնոջ ցանկանում եմ լինել խելացի հարաբերությունների մեջ, որովհետև տղամարդ եւ կին հարաբերությունները միանգամից բնականաբար չեն լինում լիարժեք։ Ճանապարհ պետք է անցնել եւ գալ դրան, պետք է համբերատար լինես եւ սիրով։ Չհիասթափվես միանգամից ամեն մանր-մունր բաներից։ Այսինքն ինչ որ տեղերում զիջումների գնաս սիրով։ Բնականաբար, պարտադիր է, որովհետեւ եթե դու այդ սերը ստանում ես ինչու,
չտաս մարդուն շանս, ինչու մարդուն չտաս եւս մեկ հնարավորություն, եթե իհարկե խնդիրներ են լինում։ Ինչու կորցնես, հետո գնաս նոր մարդու հետ ծանոթանաս։ Այլ բան է, երբ դու ունենում ես մեծ խնդիրներ, այդ ժամանակ ես կողմ չեմ, որպեսզի դու քեզ տանջես, երեխաները տեսնեն պատերազմներ եւ լինի անառողջ հարաբերություններ։ Դա արդեն իմ հարցի այն կողմն է, որտեղ ընդհանրապես մարդիկ իրար ընդհանրապես չեն հասկանում։ Հա, դե այդ արդեն ուրիշ իրավիճակների մասն է խոսքը։ Այսօր մի քանի անգամ հիշատակում էի քո տարիքը ու անդադ ասում էի մեծ եմ, ես արդեն մեծ եմ։ Դու ինչ որ առումով սկսել ես մտածել, որ մեծանում ես։ Իրականում չէ, դա ընդհանրապես կատակ է, այո, որովհետև միշտ ինձ բոլորը երբ տեսնում են, ասում են, «Վայ, այս ինչ պուճուր-մուճուր ես, հեռուստատեսությամբ այլ ձև ես երևում, ավելի մեծ ես երևում, ավելի չափսերով ես մեծ երևում», բայց դրանից ելնելով սկսում եմ ինչ-որ մեկ-մեկ կատակներ անել։ Իրականում ես դեռ չեմ վախենում, չգիտեմ հետո ինչպես կլինի, հիմա դեռ լավ ենք։ Հիմա լավ ենք գալիս է նաև նրանից, որ դու քո կյանքում հասկանում ես, որ լիարժեք կարողացել ես ապրել կարիերայի տեղում, կարիերան ընտանիքի տեղում, ընտանիքը, երեխաների տեղում, երեխաները։ Երեխաները կյանքս են, ամեն ինչ։ Քո առօրյան հիմա կարծես թե իրենք են ավելի շատ զբաղեցնում։ Միայն իրանք են։ Բայց դու դրա մեջ երջանիկ ես։ Այո։ Ես ուրախ եմ, երջանիկ մայր եմ, որովհետև ես իմ երեխաներին եմ հասկանում, իրանք էլ ինձ են հասկանում եւ մենք իրար հետ կարող ենք ամբողջ աշխարհը ոտքով շրջել եւ իրար նեղություն չտալ։ Հիմա մոտենում է կեսգիշերը եւ քո երեխաները շատ խելոք այնտեղ նստած սպասում են, որպեսզի մենք ավարտենք ու գնանք ու ես հիացած եմ, իրենք ամբողջ օրը առավոտյան ժամը 6-ից մինչև հիմա մեզ հետ են եղել եւ մի անգամ չեն տրտնջացել։ Ինչպես ես այդպես դաստիարակել։ Երևի ամենակարևոր խորհուրդը, որ կտամ բոլոր մայրերին, այն մարդկանց, ովքեր ուզում են հասկանալ ինչպես։ Ուղղակի պետք է շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, նույնիսկ եթե կան մարդիկ, ովքեր աշխատում են, այդքան հնարավորություն չունեն շատ ժամանակ ֆիզիկապես անցկացնել իրենց երեխաների հետ, հաջորդ քայլը ուղղակի շատ խոսել երեխաների հետ, երբ երեխան հարց է տալիս, պատասխանիր երկար, բացատրելով մանրամասնորեն, որպեսզի նա տեսնի, որ դու ուշադիր ես եւ դու այդ ուշադրությունը տալով տարիների ընթացքում կհասկանաս, թե որտեղից է այդ ամեն ինչը սկսել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դու քո կյանքից ելնելով մտածում ես ամեն դեպքում, որ եթե կինը խիստ անհրաժեշտություն չունի աշխատելու, այդ մի շրջանը պետք է իր կյանքը նվիրի երեխաներին։ Անպայման, որպեսզի հետագայում այդ կապը պահպանվի, որովհետև կապը սկսում է ինձ թվում է ձևավորվել ամենափոքր տարիքից, երբ հենց այն ժամանակ, երբ դու այդ ժամանակը տրամադրում ես։ Ապրես շատ, որ մենք եկանք չնենք։ Ես հուսով եմ մեր ձայնային օպերատորը չի ասի, որ ես պահա խնդիր չի չէ։ Ես քեզ շատ շնորհակալ եմ եւ Սյունիք գալու, եւ Կապանի, եւ այսօրվա համար, որովհետեւ բարի են այստեղ։ Մարդիկ եւ շատ բարի են, ջերմ են։ Այցելեք, եկեք տեսեք Սյունյաց աշխարհը, այստեղ մարդիկ ուղղակի բարի են եւ ժպտում են եւ հպարտ են եւ բոլորի տանդրները բաց են։ Մենք այսօր համոզվեցինք, ես եւս մեկ անգամ, բայց դուք երևի առաջին անգամ համոզվեցիք։ Ես Կապանում առաջին անգամ չէ, բայց այսօր ավելի ջերմ եմ բացահայտել։ Այստեղ մարդիկ հրաշք են, հրաշքներ են գործում, որովհետեւ ապրում են այսքան հրաշալի բնության մեջ։ Սիրելի մարդիկ, եկեք սիրենք մեր երկիրը ճանաչելով, սա իրականում շատ կարևոր կետ է, սիրել ճանաչելով։ Իսկ դուք բաժանորդագրվեք Monk 3-ի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք, թե ուր են գնալու հաջորդիվ։ Փոքր տներում մեծ երազանքներ են ծնվում։